Աստված օրհնի ձեզ, բարի երեկո, սիրելի եղբայրներ ու քույրեր, սպասված չորեքշաբթի, երկու շաբաթ սպասել ենք։ Արգելքները, խնդիրները երկու շաբաթ հետաձգեցին, բայց լրիվ չկարողացան այնպես անել, որ մենք չկարողանանք մտնենք ու մեր Աստծուն փառավորենք։ Թող Աստված օրհնի ձեզ, խնդրեմ, որ ես չգիտեմ Instagram-ը ոնց են տարածում, իրար են ուղարկում, story են դնում, ինչ են անում, բայց ինչ որ մի բան արեք, սիրելի ժողովուրդ ջան։ Ես էլ շատերի նման շատ հեռու եմ այս բաներից, բայց փառք Աստծուն, ի վերջո կարողանում ենք ինչ որ բան անենք։ Մեզ փորձեցին արգելեն, բայց չկարողացան։ Դռները փակում են, պատուհաններով ենք մտնում։ Այսօր պատուհանի անունը Instagram-ը։ Նայենք տեսնենք ինչ կլինի։ Ինչ էլ փակեն, մենք մեր Աստծուն փառավորելու ենք։ Մեր սրտերը չեն կարողանա փակեն, ոչ էլ մեր բերանները կկարողանան փակել։ Ամեն, հալելույա, փառք Տիրոջը։ Եկեք տարածենք։ Փառք Հիսուսին։ Վերցնենք մի րոպեից արդեն կսկսենք երկրպագել Տիրոջը ու շատ հրաշալի օր է սպասվում այսօր։ Շատ եմ սպասել ու շատ եմ հավատում, որ այս ծառայությունից հետո վկայություններ կունենանք, որովհետև իսկապես Աստված գաղտնիքներ է բացել, թե ինչու ընդհանրապես մարդիկ չեն բժշկվում, ու սա մարդկանց համար շատ տանջող հարց է։ Շատերի համար ամեն ինչ անում են, փորձում են, որ ունենան այդ հրաշքները իրենց կյանքում, բայց ցավոք սրտի շատ մարդիկ դեռ տառապանքների մեջ են ու փնտրտուքի մեջ են։ Ու բաներ, որոնք որ ֆիզիկապես իմ ընտանիքում ես վերապրել եմ, դրանք էլ կուզեմ վկայեմ, որոնք որ հաստատ ձեզ հավատք կփոխանցեն ու գիտեմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Ինչ որ մեկը գրեց իմ ձայնը չի լսվում։ Լսվում է իմ ձայնը, թե չէ, մի հատ կգրեք։ Խնդրում եմ գրեք, եթե ձայնս լսելի է։ Ահա։ Մի քանի օքի գրեք, եթե ձեր ձայնը, այսինքն իմ ձայնը լսվում է։ Փառք Տիրոջ, փառք Տիրոջ։ Ուրեմն ով որ գրեր էր ձայնս չի լսվում, իր մոտից է, թող ինքը շտկի։ Թող Աստված օրհնի բոլորիդ։ Մենք պատրաստվել ենք այս ծառայությանը, մեզ հետ է նաև Հարութ եղբայրը, որը նվագում է հիմա, ու մենք հավատում ենք, որ այն ամեն հպումը նույնիսկ այդ ստեղնաշարին հանուն Հիսուսի է, հանուն բժշկությանը, հանուն օրհնությանը։ Մենք մեծարելու ենք Տիրոջը, Տերն էլ իր գործն է անելու։ Փառք Տիրոջը։ Եկեք հիմա մեր սրտերը բացենք, աղոթ կանենք, հետո երկրպագենք ու որոշ գաղտնիքներ կխոսեմ, այսինքն բժշկության հրաշքների հետ կապված, իսկ հետո արդեն կանցնենք աղոթելուն հիվանդների համար։ Ընթացքում դու կարող ես նաև մարդկանց ուղարկել, ում համար որ գիտես, որ ճիշտ է, որ ուղարկվի։ Եթե հանկարծ ինչ որ մեկը Instagram չունի, ես գիտեմ այդ խնդիրների պատճառով մարդիկ կան Instagram չունեն, մարդիկ կան Facebook չունեն, հետո կուղարկեք այս ծառայությունը, YouTube-յան link կլինի։ Ես գիտեմ, որ Ռուսաստանում կարող է հասանելի չլինեն մեր հայրենակիցներին այս ծառայությունները, YouTube-յան link-ով հաստատ հասանելի կլինի։ Ու ես աղաչում ու խնդրում եմ Տիրոջը նաև, որ նույնիսկ ոչ on-line այդ բժշկությունները լինեն, կապ չունի ֆիզիկական պատճառով կարողա չկարողանան մարդիկ միանան մեզ, բայց հետո երբ որ նայեն հենց YouTube-ով, հռչակում է, որ այդ ժամանակ անժամանակ Աստվածը կարող է հպվի։ Ավետարանն էլ է 2000 տարի առաջ գրվել, Աստվածաշունչն էլ 5000 տարի եւ ավելի առաջ է գրվել, բայց երբ որ մենք կարդում ենք, ոնց որ on-line լինի այդ գիրքը մեզ համար, ու մենք կարող ենք վերցնել մեր
օրհնությունները այն ամեն ինչ որ Աստված ունի մեզ համար։ Այնպես որ ովքեր որ on-line չեն կարողանա նայեն ու հանկարծ միանան մեզ YouTube-յան հղումով, հեչ չներվեք, ընդհանրապես չներվեք, դուք էլ Աստվածաշնչյան սկզբունքով, ոնց որ Աստվածաշունչն է գրվել, այդ սկզբունքով դուք կունենաք այն ամեն ինչ որ Աստված ձեզ համար պատրաստել է։ Փառք Հիսուս Քրիստոսին, եկեք աղոթենք։ Հայր իմ Աստված Հիսուս Քրիստոսի անունով մենք բերում ենք այսօրվա ծառայությունը, պաշտամունքը քո առջև Տեր։ Հավատալով, որ դու ես այս ամենի հետևում կանգնած Աստվածը, մենք ոչ միայն հավատում ենք, այլ նաև վստահ ենք, որովհետև անցյալ ծառայությունների ժամանակ այդքան հրաշքներն ու նշաններով մարդիկ վկայեցին ու պատմեցին ու ոնց են վերապրում քո սուրբ ներկայությունը Տեր, դա փաստում է, որ այս ծառայության հետևում դու ես կանգնած եւ ոչ թե մարդկային ու շնչավոր ու ուղակի մարդկային ինչ-որ մի բան։ Տեր իմ Աստված, շնորհակալ ենք քեզանից ամեն ինչի համար, որ դու մեր կյանքերում անում ես։ Գիտակցենք թե չգիտակցենք, գիտակցաբար կամ անգիտակցաբար թող ընդունենք այն օրհնությունը, որ դու ունես։ Եվ մենք գիտենք, որ այն հարցակումները, որ եղան այս ծառայության հետ կապված, լինի իմ անձի միջոցով, լինի տեխնոլոգիական այդ ամեն ինչի միջոցով, սոցիալական ցանցերի, արգելքների միջոցով, մենք այդ ամեն ինչը վերցնում ենք ուրախությամբ ու ասում ենք փառք ես Տեր, որ այս ծառայության վրա հարցակում կա, որովհետև այս ծառայությունը եթե քեզանից է, ուրեմն պետք է հարցակում լինի։ Որովհետև որդերը հարցակվում են պտղատու ծառերի ու պտղատու այգիների վրա։ Եվ ամենաքաղցր պտուղների վրա են հարցակվում որդերը։ Ինչքան էլ որդերով պատվածը հարցակվի մեր վրա, մենք գիտենք մեր հաղթող ենք մեզ զորացնող Հիսուս Քրիստոսով, որին լինի փառքն ու պատիվը, գոհությունը, պատարակը լինի մեր Հիսուսին, մեր Տիրոջը։ Մենք օրհնում ենք քեզ Տեր Հիսուս, մենք կանչում ենք քո քաղցր ու սուրբ ներկայությունը այս վայրում եւ այն վայրերում, ուր որ մեր եղբայրներն ու քույրերն են, որ դու գործես նրանց կյանքերում, թող բացվի քո սուրբ ներկայությունը, քո ներկայությունը դրսևորվի նրանց կյանքերում ու նրանք ունենան այն ամենը, ինչի հետ կապված սպասում ունեն հենց հիմա, Տեր իմ Աստված։ Դու զորավոր Աստված ես, քո ձեռքը չի կարճացել, դու նույնն ես երեք այսօր եւ հավիտյան, Հիսուս, դու նույնն ես երեք այսօր եւ հավիտյան, դու առաջ բժշկում էիր, հիմա էլ ես բժշկում, հետո էլ ես բժշկելու։ Եվ քանի մենք այս աշխարհի վրա ենք Տեր, մենք ունենք քո սուրբ ներկայությունը ու հետո էլ երբ որ մենք կգանք քո մոտ Տեր իմ Աստված, այն ժամանակ կվայելենք արդեն քո ներկայությունը մոտիկից, առանց հավատքի, այլ տեսնելով կվայելենք, որովհետև երանի այն աչքերին, որոնք որ առանց տեսնելու են հավատացել, նրանք պետք է տեսնեն Աստծուն։ Ու մենք հավատում ենք, որ մենք գալու է օրը, որ մենք տեսնելու ենք քեզ Տեր իմ Աստված, երես առ երես, գրկա խառնվելու ենք, տեսնելու ենք քո վերքերը Տեր իմ Աստված։ Հավիտենական որ նշանա քո մարմնի վրա, հոգևոր մարմնի վրա։ Տեր իմ Աստված, շնորհակալություն, շնորհակալություն Հիսուս։ Շնորհակալություն Հայր, շնորհակալություն Սուրբ Հոգի, որ դու հենց հիմա գործում ես։ Շնորհակալություն, որ դու կպնում ես մարդկանց, հպվում ես նրանց հոգևոր, շնչավոր, մարմնավոր վերքերին, հենց հիմա առաջին վայրկյաններից սկսած դու փաստում ես, որ կաս ու կանգնած ես այս ծառայության հետևում ու Տեր դու անելու ես այն ինչ որ դու ես ուզում, իմ Աստված, իմ Տեր, Փրկիչ։ Մենք գալիս ենք քո աչքի առջև ինչպես որ կանք Տեր իմ Աստված, ամեն մեկ ինչպես որ կա, մարդիկ կան մեղքերով են գալիս, մարդիկ կան հոգսերով են գալիս, մարդիկ կան հոգնած են գալիս, բայց գալիս են դեպի քեզ, կարևորը որ գալիս ենք ունկնում ենք քո առջև Տեր իմ Աստված։ Օ Հիսուս, մեր Աստված, մեր Տեր։ Օ Հիսուս, շնորհակալություն։ Մեղավոր, կարիքավոր, սրբիր հոգիս վերցրու վախերս Տեր։ Ես գիտեմ հզոր ես դու, զգում եմ ձեռքդ իմ կյանքում, ուղեկցիր մինչև խավարն անցնի։ Դու հայրն ես բոլոր որբերի, իմ
ինձ հանել ես խավարից, Եկել չարի կապանքներից, ու սիրտն իմ կերքի, Քո սերը կյանքն իմաստով լցրեց, Տեր իմ Աստված, Քո սերը, Քո կյանքը, Քո սերը Տեր իմ սիրտս բժշկեց, Քո սերը Տեր, Քո սերը կյանքն իմաստով լցրեց, Քո սերը Տեր իմ սիրտս բժշկեց, ահա ես Տեր, ահա ես Տեր, Քո առջև մեղավոր, կարիքավոր, սրբիր հոգիս վերցրու վախերս Տեր, Ես գիտեմ հզոր ես դու, զգում եմ ձեռքդ իմ կյանքում, ուղեկցիր մինչև խավարն անցնի, Դու հայրն ես բոլոր որբերի, ինձ հանել ես խավարից, Փրկել չարի կապանքներից, ու սիրտն իմ կերքի, Քո սերը կյանքն իմաստով լցրեց, Քո սերը Տեր իմ սիրտս բժշկեց, Քո սերը կյանքն իմաստով լցրեց, Քո սերը Տեր իմ սիրտս բժշկեց, Փառք ես Տեր իմ Աստված, Քո սերն ա որ մեր կյանքին իմաստ ա տվել Տեր, Քո սերն ա որ մեզ բժշկում ա մեր Աստված, մեր արքա, Տեր տերերի, արքա արկաների, Դու ես միակը Տեր իմ Աստված, Դու ես միակը որ կարողանում ես Քո սերը հորդել մեր վրա, առանց նախապայմանների, Դու այն ժամանակ սիրեցիր, երբ որ մենք դեռ մեր մեղքերի մեջ խորտակված էինք Տեր իմ Աստված, Դու պայման չդրեցիր, նախապայման չդրեցիր, որ այսպես անեք ձեզ կսիրեմ, Դու սիրեցիր ու տվեցիր Քո սերը դեռ այն ժամանակ, որ մենք ատում էինք Քեզ, մեր վարքով, մեր խոսքերով, մեր կյանքերով ատում էինք Քեզ, ու այդ սերն էր, որ Տեր իմ Աստված մեր կյանքը իմաստավորեց, մեր արքա, մեր Տեր, այդ սերն էր, որ շատ վերջացած արդեն, վերջացած հույսները կտրած մարդկանց կյանք շնորհեց, կոտրված մարդկանց սրտերը բժշկեց Տեր իմ Աստված, Օ Տեր, Քո սերը կյանքն իմաստով լցրեց, Քո սերը Տեր իմ սիրտս բժշկեց, Քո սերը կյանքն իմաստով լցրեց, Քո սերը Տեր իմ սիրտս բժշկվեց, ահա ես Տեր, ահա ես Հայր, զավակը Քո,
լցված հույսով ու սպասումով, խոնար սրտով կանգնած եմ քո առջև։ Իմ բժիշկ դու ինձ օգնիր, փոթորկված հոգիս մեղմիր, դու ուժն ես իմ, դու զորությունն ես իմ, ինձ տալիս ես ավելին ու պահում ես քո կողքին, ապահով եմ քեզ հետ ու սիրտն իմ կերկի, քո սերը կյանքն իմ իմաստով լցրեց, Տեր քո սերը Տեր իմ սիրտս բժշկեց, քո սերը կյանքն իմ իմաստով լցրեց, Տեր քո սերը Տեր իմ սիրտս բժշկեց, քո սերը Տեր իմ Աստված, միայն ու միայն քո սերը, Հիսուս քո սերը, որ բուրում է քո անունից, որովհետև քո անուն երբ որ տալիս ենք, ասում ենք Հիսուս, հենց Հիսուս անունը տալու ժամանակ սեր ենք զգում, Տեր, և մաքուր սեր, քաղցր սեր, անմնացոր սեր, աննախապայման սեր, Ո Հիսուս, Ո փառք ես Տեր, անուշ է անում Հիսուսի, որքան քաղցր է հնչում ականջի, ով կբերկրի սիրտ լիովին, սիրուն անուն իմ փրկչի, Հիսուս ինչ անուշանում, Հիսուս ամեն օր ես նույն, Հիսուս թող սուրբերն երգեն, արժանի ես գոհության, Հիսուս ինչ անուշանում, Հիսուս ամեն օր ես նույն, Հիսուս թող սուրբերն երգեն, արժանի ես գոհության, սիրեմ անունը իմ փրկչի, որ կբուժի վերքերը իմ, բոլոր վախերս կփարատի, սիրեմ անուն իմ փրկչի, Հիսուս ինչ անուշանում, Հիսուս ամեն օր ես նույն, Հիսուս թող սուրբերն երգեն, արժանի ես գոհության, Հիսուս ինչ անուշանում, Հիսուս ամեն օր ես նույն, Հիսուս թող սուրբերն երգեն, արժանի ես
Սիրեմ լսել անունը փրկչիս, որ հարատև հրճվի հոգիս, ձայնը նրա արցունքը սրբի, գովեմ անուն Հիսուսի, Հիսուս ինչ անուշանում, Հիսուս ամեն օր ես նույն, Հիսուս թող սուրբերն երգեն, արժանի ես գոհության, ամբողջ սրտով կուզեմ երգել, փրկչիս անուշ անուն նորհնել, օհտե համայն աշխարհն երգեր, գովեր անուն Հիսուսի, Հիսուս ինչ անուշանում, Հիսուս ամեն օր ես նույն, Հիսուս թող սուրբերն երգեն, արժանի ես գոհության, Հիսուս ինչ անուշանում, Հիսուս ամեն օր ես նույն, Հիսուս թող սուրբերն երգեն, արժանի ես գոհության, Հիսուս պաշտում ենք ես Տեր, ինչ անուշանում, Հիսուս ամեն օր ես նույն, Հիսուս թող սուրբերն երգեն, արժանի ես գոհության, Տեր Հիսուս, բժիշկների բժիշկ, Տերերի Տեր, արժանի ես գոհության, արժանի ես Տեր, որ խոնարհվենք քո առջև, երկրպագենք քեզ, խոնարհվենք մինչև գետին Տեր իմ Աստված ու ասենք դու ես միայն սուրբ ու արժանի ես, որ ամեն մարդ երկիրը պաչի, երկրպագի, խոնարհվի այնքան, որ շուրթերով հպվի հողին, որ հավասարվենք Տեր իմ Աստված հողին, որ հավասարվենք ու իրապես բառից բուն իմաստով երկիրը պակնենք, երկիրն համբուրենք, քո ոտքերի տակ եղած հողը Տեր իմ Աստված, դու արժանի ես, որ խոնարհվենք Տեր իմ Աստված, արժանի ես Տեր, ինչպես որ արժանի էիր, այդպես արժանի ես հիմա, դու միակ Աստվածն ես, ոչ մեկ իր կյանքը չտվեց իր ժողովրդի համար, կրոնական առաջնորդները կյանքեր վերցրեցին, իսկ դու կյանքեր տվեցիր, քո կյանքը տվեցիր, որ կյանքեր տաս, կրոնական առաջնորդները սրեր վերցրեցին, բայց դու սիրով եկար Տեր իմ Աստված, կրոնական առաջնորդները, նույնիսկ քեզ սպասող կրոնական առաջնորդները քարերը վերցրեցին, որ մեղավորներին սպանեն, բայց դու եկար կյանք տվեցիր, ամենաանարժան մարդկանց, մեղավոր մարդկանց, հանցագործ մարդկանց, կյանք շնորհող Աստված, կյանքի Աստված, ողջ փառքն ու պատիվը միայն ու միայն քոնն է, փառք քեզ ամենակարող Տեր Հիսուս, Սուրբ Հոգով ներկա եղիր, բժշկիր այս երկրպագության ժամանակ, այս աղոթքների ժամանակ Տեր իմ Աստված, օրհնում ենք քո սուրբ ու թանկագին անունը, թանկագին անունը Տեր, թանկագին անունը, իմ Աստված,
Փառք ես։ Հալելույա, երկնքի ու երկրի Տեր, զորած Աստված։ Ամեն։ Ամեն, սիրելի եղբայրներ, քույրեր, այնքան քաղցր Աստծո զորավոր ներկայությունը կա։ Ու եթե Աստծո ներկայությունը կա, այնտեղ կա կյանք, այնտեղ կա բժշկություն, այնտեղ կա սեր, այնտեղ կա քաղցրություն։ Ես հավատում եմ հրաշալի օր ենք միասին ունենալու, հրաշալի ժամ ենք ունենալու միասին։ Վերջում աղոթելու ենք հիմա կվերադառնանք ուսմունքին, որ ինչու մարդիկ չեն բժշկվում, ինչու կան անպատասխան աղոթքներ, ու ես հավատում եմ, որ մենք մեզ կբռնացնենք այս խոսքի մեջ, մենք գաղտնիքները կիմանանք ինչու օրինակ մեզ հետ չի պատահում են հրաշքը, որ պետքա պատահի ու երկար ժամանակ սպասել ենք, բայց չենք ունեցել։ Եկեք միասին Աստվածաշունչ բացենք, շատ կարևոր է սա։ Մատթեոս Արևետարան 10-ից 17 համարներ եկեք միասին կարդանք։ Մատթեոս 13, 10-ից 17։ Հալելույա։ Հավատում եմ, որ բացեցիք, աշակերտները մոտենալով ասեցին. Ինչու համար առակներով կխոսիս անոնց։ Անալ պատասխան տվավ ու ըսավ անոնց. Անոր համար, որ ձեզ տրված է գիտենալ երկնքի թագավորության խորհուրդները, բայց նրանց տրված չէ։ Վասնզի ով որ ունի, նրան պիտի տրվի, եւ պիտի ավելանա, եւ ով որ չունի, ունեցածն էլ նրանից պիտի առնվի։ Նրա համար եմ առակներով խոսում ձեզ, նրա համար եմ առակներով խոսում նրանց, որ տեսնելով տեսնում են ու չեն տեսնում, եւ լսելով լսում են եւ չեն լսում, եւ միտք չեն առնում։ Եվ նրանց պիտի կատարվի, նրանց համար պիտի կատարվի Եսայա մարգարեությունը, որ ասում է. լսելով պիտի լսեք եւ պիտի չիմանաք, տեսնելով պիտի տեսնեք եւ պիտի չտեսնեք։ Վասնզի այս ժողովրդի սիրտը թանձրացավ եւ իր ականջներով ծանր լսեցին եւ աչքերը փակեցին, իրենց աչքերը փակեցին, որպեսզի չլինի թե աչքերով տեսնեն եւ ականջներով լսեն եւ սրտով իմանան ու դարձի գան եւ ես նրանց բժշկեմ։ Բայց երանի ձեր աչքերին, որ տեսնում են եւ ձեր ականջներին, որ լսում են, քանզի ճշմարիտ ասում եմ ձեզ, թե մարգարեներ եւ արդարներ փափագեցին ձեր տեսածները տեսնել եւ չտեսան եւ ձեր լսածները լսել եւ չլսեցին։ Տեսեք ինչ հետաքրքիր տեղ է ասում, որ մենք կարող է կարդանք ու շատ բան չհասկանանք։ Այստեղ շատ հստակ մի հատ պատճառ կա, որը մենք այսպես մի քիչ հետո կետերի բաժանած կբացենք, որ այստեղ Հիսուսը առակներով է խոսում եւ աշակերտների մոտ հարց առաջանում. ինչու ես առակներով խոսում մեզ հետ։ Ինչու ես առակներով խոսում։ Որովհետեւ այն մարդկանց համար, որոնց սրտերը թանձրացած է ու խստացած, նրանց համար Աստծո պարզ խոսքերը հնչում են որպես առակ։ Երբ որ մենք լսում ենք Հիսուսի խոսքերը, թեկուզ առակների ձևով, մենք այդ առակների մեջ ենք արդեն հասկանում, որովհետև մեր սիրտը բաց է, թանձրացած չի ու խստացած չի։ Մենք ակնկալում ենք լսել Տիրոջից ամբողջ սրտով ու լսում ենք։ Բայց շատերի համար նրանց սիրտը թանձրացած է, ուրիշ բառերով ասելու համար, տեսեք, թանձր նշանակում է խիտ։ Նրանց սրտում այնքան խիտ է ամեն ինչ։ Աշխարհը եւ իր մեջ եղած ամեն աղբերը այնքան խիտ են, որ ուրիշ մտնելու տեղ չկա, խոսքի մտնելու տեղ չկա, Աստծո ձայնին մտնելու տեղ չկա։ Այսինքն, երբ որ մենք ուզում ենք բժշկվենք, երբ որ մենք ուզում ենք հրաշք ունենանք առանց Աստծո ձայնի, մենք երբեք հրաշք չենք կարող ունենալ։ Ամեն ինչ Աստծո խոսքով եղավ եւ առանց խոսքի ոչինչ չեղավ։ Եթե մարդիկ կան, որ ուզում են ուղղակի իրենց մեջ ուսմունք բարձրանա, հատուկ իրենք ուսում առնեն բժշկության հետ կապված, ես խնդրում եմ հենց դրա հետ կապված բժշկության գաղտնիքը թեմայով քարոզ դրվեց 2-3 շաբաթ առաջ ու սա արգելքների մասին ենք այսօր խոսելու, բայց նաև մի հետաքրքիր պատմություն, որ ես պատմում եմ նաև այդ քարոզի մեջ, ասում եմ, ես ինքս էի փնտրում Աստծուց, թե պատճառը որն է, որ շատ անգամ բժշկություններ չի լինում, եւ գիտեք, Աստվածաշունչ կարդալու ժամանակ քնեցի։ Ես ասեցի, Տեր, ինչու՞ է, որ ես այդպես անգամ բժշկություններ չեմ ունենում։ Եվ Աստված ինքս ինձ
Երբ որ ես քնեցի, անցավ մի կարճ ժամանակ, երևի ես չգիտեմ ինչքան ժամանակ անցավ, հանկարծ ձայնից եմ արթնացել։ Ձայնից, որ Աստծո խոսքից տեղ հնչեց, ու ես բացեցի Ղուկաս 5:17, ու բացեցի այդ տեղը, ես տեսա, որ այնտեղ բոլոր ժողովուրդը հավաքված էին, ու Հիսուսը խոսք էր խոսում, խոսքն էր սովորեցնում, եւ մարդիկ լսում էին, ու ասում Աստծո զորությունը կար նրանց բժշկության համար։ Եթե այստեղ ասում Աստծո զորությունը կար, կարող է նաեւ նույնիսկ չլինի, որովհետեւ մենք տեսնում ենք Նազարեթում Հիսուսը նորից փորձում է ինչ-որ մի բան անի, ամենակարող Տերը իր հարազատ վայրում չկարողացավ բժշկություններ անել։ Դուք պատկերացնում եք։ Այսինքն հնարավոր է, որ հավատքի բացակայության պատճառով Աստված չկարողանա բժշկություն անել։ Բայց դրա համար մենք Աստծո խոսքին, Աստծո ձայնին շատ ուշադրությամբ պետք է լսենք։ Աստված ինչ ես ուզում, որ մենք անենք։ Ինչ ես ուզում մեզնից։ Հնարավոր է մի բան ասի ու այդ բանը ասելու ընթացքում մենք բժշկվենք։ Ես ուզում եմ զուգահեռ անցկացնել։ Երբ որ դու գնում ես բժշկի, ֆիզիկական բժշկի մոտ ես գնում, ֆիզիկապես գնում ես, ինչ որ տեղը ցավում է, հիվանդանոց ես գնում, մի բժշկի մոտ, ու ինչ ես դու անում։ Դու քո գանգատներն ես ասում։ Դու քո ցավոտ տեղերի անուններն ես տալիս, ասում ես, այս բողոքներն ես ասում, ասում ես, այս տեղս ու սկսում ես սիմպտոմների մասին խոսալ, այս բանն է իմ հետ կատարվում, այն բանն է իմ հետ կատարվում։ Ու առաջին հերթին ինչ ես ակնկալում բժշկից, ուշադիր եղիր։ Նրանից խոսք ես ակնկալում, նա խույսի, որ նույնիսկ մարդիկ կարող է լինեն ասեն, բժիշկ ջան, վտանգավոր բան կա թե չկա, հույս կա թե չկա, կարող է վատ բան է, ինքը կարող է հանգստացնի, կարող է անհանգստացնի, բժիշկներն են տարբեր լինում։ Հիվանդություններն են տարբեր լինում։ Ու սիրելիներ, շատ հետաքրքիր է, շատ նման է սա։ Բժիշկը սկսում է խոսալ խոսք, այս բանը ունես դու, սկսում է արձանագրել, գրանցել, որ այս բանը ունես դու, ու դու ուշադրությամբ լսում ես, որ այո, ճիշտ է, դրա պատճառով սա է լինում, շատ բժիշկներ մանրամասն են սկսում բացատրել։ Մեր Տերն էլ կարող է այդ նույն բանը անի հոգևորապես։ Ասի քո կյանքում այս ամեն ինչը կա, որովհետև այս արմատները կան։ Իսկ մենք ուզում ենք գնանք, ասենք, հա, հավատում եմ, ես հələ դեռ չի եղել մարդ, շատ քիչ է եղել, երևի մի ձեռքից մատների վրա կարող եմ հաշվել, որ հարցրել եմ, ասել եմ, հավատում ես, որ Աստված կարա քեզ բժշկի, գիտեք ինչ է պատասխանել, չէ, ասենք թե, շատ քիչ են եղել այդ ձեր մարդիկ, բոլոր ասում են հավատում են, ու հետաքրքիր է, ինչի չի լինում, ես հավատում եմ, ինքը հավատում է, բայց ինչի չի լինում։ Կարող եք ասել, ինչի չի լինում այդ ամեն ինչը։ Հավատում եք, չէ՞ որ հավատք ենք դրել, ես էլ եմ հավատքն եմ դրել, ինչի մյուսի հետ լինում, իր հետ չի լինում։ Եթե դա իմ հավատքի հետ կապ ունի, ես հավատում եմ, դրել եմ։ Եղել է ժամանակ, ես հավատք այդ պահին չեմ ունեցել, ինքը ունեցել է, ինքը բժշկվել է։ Դա իր հավատքով, որովհետև Հիսուսն ասում է, քո հավատքը քեզ բժշկեց։ Չի ասում աղոթողի հավատքը քեզ բժշկեց։ Ասում է, քո հավատքը քեզ բժշկեց, ցանկացած հիվանդի։ Ու մենք ուշադրությամբ պետք է լսենք Աստծո խոսքը։ Զուգահեռը դրա համար տարա, ոնց որ մենք բժշկի խոսքն ենք լսում, մենք այդ ձև ուշադրությամբ պետք է լսենք մեր բժիշկների բժշկի խոսքը, Տեր ասա, որովհետև մենք գիտենք Հովհաննես ավետարան առաջի գլխի մեջ գրված է, առանց խոսքի ոչինչ չեղավ, խոսքն էլ Աստված է։ Այդ խոսքն է մեզ բժշկում։ Տեղ ա եղել Հիսուսը ոչ ձեռքը է դրել, ոչ էլ աղոթք արել, ասում է գնա։ Եղավ բժշկված, ասում է խոսքի վրա եղավ բժշկված, խոսքով։ Հասկանում եք, աղոթք չի արել, չի ասել, Տեր Աստված բժշկիր կամ ուղղակի խոսացել է, մարդիկ բժշկվել են։ Հասկանալի է, չէ՞։ Մենք պետք է լսենք մեր Աստծուց։ Հիմա մարդիկ կարող է մարդկանց մոտ հարց կառաջանա, ես փորձում եմ հարցերին պատասխանել, բա ոնց լսենք Աստծո ձայնը։ Դա շատ կարևոր է, շատ կարևոր է։ Հենց դրա համար, եթե մենք Աստծո ձայնը լսել չենք կարող, բժշկության մասին կարելի է նույնիսկ մոռանալ։ Մենք պետք է լսենք Աստծո ձայնը, մենք պետք է լսենք բժիշկների բժշկի ձայնը։ Նա այնպեսի մի գաղտնիք, նա ուզում ասի, մեր սիրտն է թանձրացած, հենց այս խոսքը գաղտնիքը, մեր սիրտը թանձրացած է, իր խոսքը գալիս է տեղ չի գտնում։ Գալիս է բախվում է, ոնց որ թակի ու չբացվի։ Պատկերացրեք ձեր դրացին, ձեր հարևանը գալիս է ձեր տուն ու դուք դուռը չեք բացում, կմտնի ինքը, իհարկե ոչ, չի մտնի։ Բժշկությունը գալիս մեր դուռը թակում է, չի կարողանում մտնի, որովհետև մեր սիրտը թանձր է, մեր սիրտը խիտ է, մեր սրտում շատ եւ այլ բաներ կան, լցված ամեն ինչով։ Մենք պետք է դատարկենք։ Շատ վատ կլինի, եթե ամանի մեջ տեսեք սա գավաթ է, որի մեջ ջուր կա, սրա մեջ եթե ջուր կա, ուրիշ բան չենք լցնում։ Եթե ուրիշ բան ենք ուզում լցնել, այս ջուրը դատարկում ենք։
Կամ եթե ուրիշ բան կա, ինչ որ հյութ կա, ուզում ենք մաքուր ջուր խմենք, այդ հյութը դատարկում ենք ու լվանում ենք, այդ մենք մեր սրտերը լվանալու կարիք ունենք, սիրելի եղբայրներ ու քույրեր։ Շատ կարևոր է բժշկության հետ կապված, սա շատ կարևոր է, որ մեր սրտերը լվացվի, այդ թանձրությունը դուրս գա, թանձր բանը, խիտ բանը դուրս գա մեր սրտերի մեջից։ Սա այնքան կարևոր է, կասես բժշկության ինչ կապ ունի, թակումը բացել չկա, մենք մեր սրտով ենք առաջին հերթին բժշկում, հավատքը մեր սրտում է, մեր հոգում է, մեր ներսում է, սիրտ նկատի չունեմ ֆիզիկական սիրտ օրգանը։ Ես նկատի ունեմ մեր ներաշխարը, մեր ներաշխարի դուռը Հիսուսը թակում է, բժշկությունը թակում է, պարգևները թակում են, օրհնությունները թակում են, բայց թանձր է մեր սիրտը, չենք կարողանում բացենք ընդունենք, որովհետև մենք ուրիշ բաներ ենք սիրում, ուրիշ բաների հետ կապված, մեղքի հետ կապված սեր ունենք, աշխարհի զիբիլների, աղբերի հետ կապված սեր ունենք, համար թանձրացած է, ուրիշ նպատակներ ունենք, ուրիշ դրդապատճառներ ունենք մենք, մեղքեր ունենք մեր ներսում։ Չի թողնում, որ դա մտնի։ Դրա համար մենք պետք է փսխենք մեր սրտի, մեր ներաշխարի մեջ եղած ամեն աղբը, որ մաքրենք, սրբենք, ասենք Տեր ջան, մաքրել սրբերն էլ է Տերը անում։ Ասենք Տեր ջան, դու արի։ Ու մենք այնպես չի, որ մենք կարողանում ենք մաքրենք ու սրբենք, դա էլ է նույնիսկ Տերն անում, իր խոսքով, իր ջրերով։ Եթե դու ուրիշ մեկին հրավիրում ես քո տունը, դու ինքդ ես մաքրումը հրավիրում ես, բայց հոգևոր աշխարհում սա այդպես չի։ Դու կանչում ես հենց քո կեղտոտ տունը, իզուր չէր որ սկզբում երկում էին, ասում ենք, ահա ես Տեր, մեղավոր, կարիքավոր, արի, ինչպես որ կամ այդպես եմ քեզ սպասում։ Շատ մարդիկ ասում են, ես ինչ մեղքից ազատվեմ, եկեղեցի կգամ, ես ինչ մեղքից ազատվեմ, Տիրոջ կգամ, կսկսեմ աղոթել։ Չկա այդպիսի բան, սիրելիներ, մենք չենք մաքրվում նոր բաղնիկ մտնում։ Մենք մտնում ենք բաղնիկ, նոր ենք մաքրվում։ Հիսուսին գալը յուրահատուկ հոգևոր բաղնիկ է։ Դու մտնում ես, ասում ես, Տեր Աստված, արի իմ կյանքի մեջ, արի, լվա ինձ, մաքրի, սրբի, քո խոսքով, քո հոգով, քո զորությամբ, արի, մտի, ես քո կարիքն ունեմ, Տեր։ Սա այնքան կարևոր է, սիրելիներ, չափազանց կարևոր է։ Թե չէ մարդիկ գայթակղվում ասում են գնացի չբժշկվեցի, բայց թող գայթակղվեն իրենց սրտից։ Թող սկզբից իրենց սրտերը մաքրեն, թանձրացում կա, թանձրացում, խտացում, այդ նեղը դռները նեղացել են Տիրոջ համար։ Մենք նեղ դռնով մենք պետք է մտնենք այս աշխարհ, բայց մեր դռները լայն պետք է բացենք մեր Տիրոջ համար։ Ասենք Տեր ջան, մեր կյանքի, մեր ներաշխարհի, մեր հոգևոր մեր աշխարհի դռները լայն բաց են քո աչքի առջև, մտիր։ Մտիր Տեր իմ Աստված, մտիր իմ սրտի մեջ, նա էլ միշտ կանգնած թակում ասում է, ու շատերին թվում է թե աշխարհիկների սրտերն է թակում, բայց այդ նամակը, որ հայտնության մեջ գրվում է, որ Հովհաննեսը գրում է, դա եկեղեցիներին է ուղղված։ Եկեղեցիներին է Աստված ասում, թակում են, բացեք։ Իհարկե, հոգևորապես Տերը բոլորի սրտերն է թակում, աշխարհիկների սրտերն էլ է թակում, բայց այդտեղ որ գրված է, գրված չի աշխարհիկների համար, Աստծուն չճանաչողների, ճանաչողների համար է գրված։ Թակում ասում է դուռդ բաց, որ մտնեմ ներս։ Այդ ժամանակ ինչի կարիքը որ դու ունես, ես հաստատ կհոգամ։ Բայց դու դե դուռը sense կողպել ես, փակել ես, այսինքն նեղ արանք ես թողել, ուզում ես ես այդ արանքից մտնեմ, այդ ճեղքից մտնեմ։ Չի լինի։ Դու պետքա բաց թողես։ Ու մենք անպայման աղոթելու ենք այդ թանձրացած սրտերի դեմ, ու ասում է, փակեցին, տեսեք Հիսուսը գաղտնիքն է ասում, ժողովուրդ ուշադիր լսեք, խնդրում եմ ձեզ։ Անիմաստ կլինի աղոթքի, եթե դուք այս խոսքը չլսեք։ Որտեվ ամեն ինչ խոսքով, այս խոսքով հենց հիմա մաքրվում է, դուք բացվում եք։ Ես հիմա այս խոսքով, Աստված իմ միջոցով մաքրամաքրում է տեղի ունենում, ասենց փլցնում է ձեր մեջից, ուղղակի փլվում են շատ կեղտոտ բաներ, սխալ պատկերացումներ եւ այլն։ Տեսեք, ասում է, նրա համար առակներով եմ խոսում նրանց, որ տեսնեն ու չտեսնեն եւ լսում են ու չեն լսում եւ միտք չեն առնում։ Ում համար որ առակ է մնում, այդպես էլ ինչ որ անհայտ բան է մնում, նա չի բժշկվում, տեսնելով տեսնում է, բայց չի տեսնում։ Իր համար հեքիաթի պես է այդ ամեն ինչ, առակի պես է։ Եվ նրանց համար կատարվում է Եսայայի մարգարեությունը, որ ասում է, լսելով պիտի լսեք ու չիմանաք, այսինքն այդ մարդիկ չեն ուզում իմանան։ Լսելով լսում են ու չեն ուզում հասկանան։ Տեսնելով տեսնեք ու պիտի չտեսնեք։ Ու հետո է ասում, վասնզի այս ժողովրդի սիրտը թանձրացավ եւ իրենց ականջներով ծանր լսեցին։ Սա գաղտնիք է, ուշադիր։ Ոնց լսեցին։ Թեթև ձևով լսեցին, ոչ, ասում է ծանր լսեցին։ Այդ ծանր լսելու պատճառով է որ չընկալեցին ու չհասկացան։ Ծանր լսեցին, որովհետեւ իրենց սիրտը արդեն թանձր ու ծանր էր։ Հասկանալի է։
իրենց ականջներով ծանր լսեցին, աչքերն էլ փակեցին, գոցեցին, որպեսզի չլինի թե տեսեք, Սատանան իր նպատակին ասում, որ չլինի թե աչքերով տեսնեն, ականջներով էլ լսեն, ու սրտով իմանան, նոր ասում էի, ոնց իմանան սրտով, ներաշխարհում իմանան, ու դարձի գան, ու ես նրանց բժշկեմ։ Վաու, այս քայլերը մարդիկ չեն տեսնում, Տերը հստակ ստեղ գաղտնիքներ ասում է հերթականությամբ դարակներով, մենք միանգամից վերևի դարակն ենք, ուզում եմ բժշկվեմ, վայ չբժշկվեցի, հրաշքներ չկան, նշաններ չկան, հետի առաջ է եղել ու գնում եմ, հետո, բայց ամեն ինչը, բա ոնց են ուրիշները բժշկվում, բա ոնց են այն ազգերը, ովքեր որ առաջին անգամ են լսում Հիսուսի մասին, ոչ թե հայերի պես, որ 301-ին ենք ընդունել քրիստոնեությունը, պաշտոնապես առաջի դարում էլ ընդունել ենք ու մինչև հիմա պարծենում ենք մեր անցյալով ու մենք մեզ համարում ենք Քրիստոսից առաջ քրիստոնյա։ Ուրիշ ազգերից էլ գերադասում ենք, դա հպարտություն է։ Հրեաներն էլ են այդպես անում։ Երբ որ նայում ենք Աստվածաշնչի մեջ, մենք տեսնում ենք, որ հրեաների ու հայերի բնավորությունը շատ նույնն է։ Ունենք ինչ որ անցյալում հետաքրքիր ու հզոր բաներ ու կենտրոնանում ենք այդ անցյալի վրա ու պարծենում ենք ու մեր սիրտը այդ պարծենկոտության, հպարտության պատճառով թանձրանում է։ Հստակ լսեք առաջին դարակը, որ ամենատակն է, ամենատակը։ Պահարանի ամենատակն է, սիրելիներ, այդ մինչև չխոնարհվենք այդ առաջի դարակը, երկրորդ դարակի մասին մի մտածեք։ Իսկ առաջի դարակը սա է, լսել, ուշադիր լսել։ Մարդիկ գալիս են Աստծո խոսք ուշադրությամբ չեն լսում, փառաբանությունը արհամարում են, փառաբանության մասին ընդհանրապես խոսք չկա, մեկը ասում է երկերը չեմ սիրում, մեկը ասում է ես ոչի եմ սիրում, մյուսը լսեք, կարևորը գալիս եք Աստծուն պաշտելու, դուք պաշտում եք, առաջի դարակը պաշտելն է, իջնում են, ուշադիր լսեք, երբ որ կարդացեք Աստվածաշնչում, ու կտեսնեք ինչքան շատ է, որ բժշկվելուց առաջ կա երկրպագություն, գալիս է ասում խոնարհվեց, խնդրեց Տիրոջից, Տեր ասեց ինչ ես ուզում որ քեզ համար անեմ, ասում է որ տեսնեմ, տես քո հավատքը քեզ ապրեցրեց։ Հասկանում եք, սա շատ կարևոր է։ Հիմա մենք հետաքրքիր ձևով կկարդանք հիմա Աստվածաշունչը։ Ժողովրդի սիրտը թանձր չի, իրենց ականջներով թեթևորեն լսեցին, աչքերը բացեցին, իրենց աչքերը բաց էր, աչքերով տեսան եւ ականջներով լսեցին, սրտով իմացան, դարձի եկան եւ ես նրանց բժշկեցի։ Դուք տեսաք ինչ եղավ։ Հիսուսն ասում է այստեղ ժխտականով, ասում է սենց եղավ, որ հանգարց չբժշկվեն։ Եկեք դրական դարձնենք։ Ժողովրդի սիրտը թանձր չէր, այլ նոսր էր, փափուկ էր, բարակ էր, դուռը լայն բաց էր, հանգիստ կարողացավ Տերը մտնել այդ դռնով, մենք մեր ականջներով թեթև լսեցինք, մեր աչքերը բաց էին, փակեցինք, չտեսնելու չտվեցինք, տեսանք, լսեցինք մեր ականջներով, մեր հոգու, սրտով իմացանք կամ հասկացանք, դարձի եկանք ու բժշկվեցինք, հալելույա, փառք ես Տեր։ Բայց Երանի ձեր աչքերին սկսեց Երանի տալ։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, թե մարգարեներ ու արդարներ փափագեցին ձեր տեսածները տեսնել եւ չտեսան եւ ձեր լսածները լսել եւ չլսեցին։ Երանելի է տալիս մեզ երանելի է, հիմա էլ խոսում ենք, այս խոսքերը Հիսուսն է խոսած, Հիսուսի խոսքերը մարգարեներն ու արդարները չեն լսել։ Այսքան բաց չի եղել, ժողովուրդը զարմանում էր, ասում էր, այսքան ժամանակ այսպիսի բան Իսրայելում էլ այսպիսի բան չտեսանք։ Դուք պատկերացնում եք ինչքան բան էին իրենք տեսել, բայց Հիսուսի արածներից հետո ասում են, սենց բան դեռ չի եղել։ Ու տեսան իշխանությունով խոսողին։ Ու մենք էլ ենք հիմա իշխանությունով խոսում, որտեղ տեսել ենք արդեն մեր Տերը ոնց է խոսում ու խոսում ենք։ Սիրելիներ, այնքան կարևոր է։ Ու եկեք հիմա կետերի վերացենք ու տեսնենք, թե ինչ խնդիրներ կարող է մեր կյանքում լինեն, որոնք արգելք լինեն նրա համար, որ մենք բժշկություն չունենք։ Առաջինը,
Առաջինը կարող եք կետերով գրել, ով որ տետրը ու գրիչ ունի իր ձեռքը օրհնյալ մարդ է ինքը։ Առաջինը տգիտություն։ Չգիտի, ինքը չգիտի։ Ինքը չգիտի, ոնց չգիտի, ինչու չգիտի, որովհետև չլսեց ու սրտով չիմացավ, դրա համար չգիտի ինքը։ Հենց դա է պատճառը, որ ինքը կարողա չբժշկվի, որտև ինքը չգիտի, չիմացողները չեն բժշկվում։ Եթե մենք չիմանանք, որ մեր մարմնի մեջ խնդիր կա ու անտեսենք, մենք չենք բժշկվի։ Մենք բժշկին, եթե սխալ տեղեկություն տանք, մարդ բժշկին, ինքը սխալ բուժում կանի։ Ես չեմ ասում, որ եթե Աստծուն սխալ տեղեկություն տանք, չէ, Աստծու գիտությունն էլ մեր մեջ պետք է իմանանք, Տեր ասա, երազով ասա, եթե լսել չգիտեմ, եթե լսել չգիտեմ, քեզ սկսենք դրանից, որ լսել սովորենք, ժողովուրդ։ Մեր Աստծուն լսել սովորելա պետք, մեր Աստված բերան ստեղծող Աստվածն է, խոսքը ստեղծող Աստվածն է եւ ինքը իր խոսքի անունն էլ Աստված է։ Լսում եք, եթե Աստծու ձայնը լսել չգիտենք, սկսենք դրանից։ Սիրելիներ, ոչ մեկ չի եղել, որ 6 տարեկան է եղել, 5 տարեկան է եղել ու միանգամից գնացել է 10-րդ դասարան։ Ես սա արմատական բան եմ ասում բոլորի օրհնության համար, սկսում ես ծոմեր պահել, որ Տեր, ես իմ սիրտը նոսրացնում եմ, ես իմ սրտից հանում եմ կերակուր, ես իմ սրտից հանում եմ ամեն տեսակ ցանկություն, ամեն ինչ հանում եմ, դատարկում եմ ուրիշ բառերով ասած իմ սիրտը, որ քեզ համար մուտք գործելու համար հեշտ լինի, իմ ականջներն ավելի բաց, որ գաս, խոսաս ու լսեմ։ Եթե ես չլսեմ, ես օրհնված չեմ լինի։ Որովհետև երկրորդ օրինաց 28-րդ գլխի օրհնությունները հրճակում ենք մեր կյանքի մեջ, բայց այնտեղ շատ հետաքրքիր պայման ասում։ Ես քարոզ ունեմ եթե, վերնագիրը եթե դու Աստծու ձայնը ուշադրությամբ լսես եւ զգուշությամբ կատարես ու սկսում ես օրհնությունները երկնքից թափել մեր վրա, բայց եթե ժողովուրդ, այդ եթեն մենք անում ենք, այդ պայմանն անում ենք մենք։ Նա նախապայման մեզ սիրեց, բայց բժշկության համար մենք պայման ունենք, եթե արհամարում ենք, հրում ենք դուրս Աստծո տված ուսումը, Աստծո տված, Աստծո հանած ձայնը, Աստծո բերանից դուրս եկած խոսքը, ինչ բժշկության մասին է խոսքը, կասեք։ Ես չեմ ուզում ձեզ տխրեցնեմ, հենց հիմա դուք լսում եք Աստծո ձայնը ինչ-որ ծառայի միջոցով։ Ես Աստծուց եմ ստացել այս խոսքը։ Դուք հենց հիմա Աստծո ձայնն եք լսում։ Մի կողմ հրեք ամեն ինչ, կենտրոնացեք Աստծո վրա, հենց հիմա Տեր Աստված ինչ որ սևակ անով մեկը չի մեր հույսը։ Դու ես մեր հույսը, դու ես մեր Տերը, դու ես մեր Աստվածը, դու ես մեր բժիշկների բժիշկը։ Ուրիշը չկա ընդհանրապես։ Բժիշկներն էլ բժշկի կարիք ունեն։ Բժիշկները ամենագետ չեն։ Երկրորդ կետը, որ ուզում եմ անպայման մենք դրա մասին խոսենք, անտեղյակություն։ Տեղյակ չեն։ Չէ, գիտեն, տեղյակ չեն։ Առաջինը տգիտություն, երկրորդը անտեղյակություն։ Գիտեք, գիտություն ուրիշ բան է, տեղյակ չլինել, ինֆորմացիա չունեն։ Նրանք տեղյակ չեն նման բանի հետ կապված, դրա համար չեն բժշկվում։ Եկեք մի հատ տեղ կարդանք։ Օվսե 4:6-8։ Օվսե 4:6-8։ Այս երկուսը միասին կտեղավորենք Աստվածաշնչյան այս հատվածի մեջ։ Օվսե 4:6-8-ն ասում է. Իմ ժողովուրդը գիտություն չունենալու համար բնաջինջ եղավ, որովհետև դու գիտությունը մերժեցիր, ես էլ քեզ պիտի մերժեմ, որպեսզի ինձ քահանա չլինես, ինձ համար քահանա չլինես, որովհետև քո Աստծուտ օրենքը մոռացար, ես էլ քո որդիներին պիտի մոռանամ։ Նրանք որքան բազմացան, շատացան, այնչափ ինձ դեմ մեղք գործեցին, ուստի անոնց փառքը, նրանց փառքը անարգության պիտի փոխեմ։ Նրանք իմ ժողովրդիս մեղքը կուտեն եւ իրենց սրտերը նրանց անօրենության են տալիս, սրտերը անօրենության տալիս կամ իրենց սրտերը անօրենության հետ համոզում են։ Անօրենությունը իրենց սրտերի մեջ համոզմունքի պես մտնում է։ Շատ հետաքրքիր տեղ, ովքեր որ մերժում են Աստծո գիտությունը, բնաջնջվում են։ Ովքեր որ անտեղյակ են այս գիտությանը, բնաջնջվում են, մերժում են, մարդիկ էլ կան գիտակցաբար են մերժում։ Եվ ասում են այդ մարդիկ բազմացան, իմ դեմ մեղք գործեցին։ Ես էլ ասում եմ անարգությամբ պիտի փոխեմ։ Անարգանքի պիտի փոխեմ այդ ամեն ինչը։ Դուք պատկերացնում եք, անտեղյակություն, տգիտություն, ես ուրիշ բան ասեմ սրա հետ կապված, սխալ համոզումներ, ուշադիր եղեք, եթե գրում եք գրեք,
Սխալ համոզումներ եւ ուսմունքներ։ Սխալ համոզումներ եւ ուսմունքներ։ Սա շատ կարևոր բան է։ Եթե մենք սխալ ուսմունքներ ենք ունենում բժշկության հրաշքների հետ կապված, ինչ որ սովորել ենք, դա էլ ունենում ենք։ Ես աստվածաբանության դասընթացների ժամանակ, որ Լիբանանում սովորում էի մինչև ծառայության մեջ անցնելը, ունեի դասախոս, որը որ ուրիշ համայնքից էր, մեր համայնքից չէր։ Նորից ավետարանի հավատքի քրիստոնյաներից էր, բայց ուրիշ համայնքից էր, իրանց եկեղեցում համոզում էին, որ Աստված կարող է հիվանդության միջոցով պատժի, Աստված կարող է հիվանդության միջոցով դաստիարակի։ Ես զարմացա, ապշեցի, որովհետև այդպիսի բան ես չէի լսել։ Բերում էին Հոբի օրինակը եւ այլն, դա ուրիշ թեմա է։ Կարելի է վերցնել ժամեր խոսալ, անձնական հայտնություն ունեմ Հոբի հետ կապված, թե ամեն ինչը ինչի տեղի ունեցավ, բայց Աստված Հոբին չէր պատժում ինչ որ բաների պատճառով։ Սիրելիներ, ու ողնաշարի քաղցկեղ ուներ ինքը, իմ դասախոսը, որին շատ հարգում սիրում էի։ Երբ որ գնացինք իր համար աղոթելու, ինքը հետաքրքիր մի բան ասեց, գիտեք, Աստված ինձ սրանով խոնարհացնում է, Աստված ինձ սրանով դաս է տալիս։ Արաբ դասախոս էր ստեղ Լիբանանում սովորելու ժամանակ։ Ես ապշեցի, ասեցի, բայց մեր հայրը, որ երկնքում ամենաբարին, մեր ծնողներից էլ բարի, հնարավոր չի, որ քաղցկեղի միջոցով դաս սովորացնի։ Մենք կարող է սովորենք հետո ինչ որ բարի գործակից անենք, բայց ոչ Աստված է կանգնած այդ ամենի հետևում ու ինքը ինչ որ ուզում է սովորացնի։ Քավ լիցի։ Գիտեք ինչ տեղի ունեցավ։ Մահացավ։ Երկու երեխա թողելով մահացավ։ Անչափահաս երեխա թողելով մահացավ։ Նրա համոզումն էր, որ Աստծուց է այդ ամեն ինչը։ Դա այնքան ողբերգական է, որ այստեղ ասում է սխալ համոզումներ, գրել եմ սխալ համոզումներ եւ ուսմունքներ, այդ համոզմունքների պատճառով մենք կարանք կործանվենք, սիրելի ժողովուրդ։ Մեր ուսմունքների պատճառով մենք պետք է իմանանք ում ենք լսում, ոնց ենք լսում, մեր հոգին ներսում ծապ տալիս է թե չէ, երբ որ լսում ենք, մեր հոգին ուրախանում է այդ խոսքերից թե չէ։ Կարող է ինչ որ 99%-անոց ճշմարտություն խոսեմ, բայց մի տոկոսը նենց մի հատ խապկանք դնել մեր սրտի մեջ, որ այդ խապկանքը դառնա մեր համար վարտապետություն, որի հիման վրա մենք կորստի մատնվենք։ Այնքան կարևոր է։ Մենք պետք է մերժենք սխալ համոզմունքները, սխալ վարտապետությունները, ուսմունքները, որ այդ դասախոսի վիճակի մեջ չգնենք։ Ես ցավում եմ ուղակի, տարապում էի իր երեխեքի համար, որ ոնց եղավ, մահացավ, բայց համոզված էր ինքը, որ Աստված ուղակի սովորացնում է իրան ու երբ որ սովորեցնի վերջացնի կբժշկի։ Նույնիսկ եթե այդ տեսանկյունից վերցնենք, ինքը մի արտահայտություն էլ արեց, ասեց Աստված ինձ խոնարհացնում է նաև։ Ժողովուրդ, եթե մենք խոնարհ չենք, եկեք խոնարհվենք, ինչի պիտի չխոնարհվենք, որ մի հատ էլ հիվանդություն գա նոր խոնարհվենք։ Իհարկե լինում է այսպիսի բան, անուղղակի կերպով, Աստված չի անում սա։ Անուղղակի կերպով, եթե արդեն մենք հպարտենք, Աստծուն մեջքով ենք կանգնած, ինչի մասին է խոսքը։ Բայց ոչ թե Աստված գալիս ասում է դե հպարտես, ուրեմն մի հատ հիվանդություն գտան, որ խոնարհվես։ Չկա այդպիսի բան, հիվանդությունը գալիս է, երբ որ մենք արդեն հպարտ ենք լինում։ Աստված չի տալիս այդ հիվանդություն, ուրիշ մի բան ասեմ ձեզ, ժողովուրդ Աստված հիվանդություն չունի, որ տա։ Ով որ ունի ինքն է տալիս։ Աստված հիվանդություն չունի, որ տա։ Ինչի Աստված սենց արեցիր, ինչի Աստված կյանք վերցրեցիր։ Աստված չի վերցնում, Աստված տվող Աստվածն է։ Աստված իր սուրբեր իր նահատակներին է վերցնում, երբ որ նրանք հանձնում են իրենց հոգին նրա ձեռների մեջ։ Աստված նույնիսկ Պողոսի կյանքը չվերցրեց, մինչև ասեց, որ գալիս է։ Աստված Ստեփանոսի կյանքը չվերցրեց, մինչև ասեց Տեր իմ Աստված հոգիս տալիս եմ քո ձեռքերի մեջ։ Այսպիսի Աստված ունենք, մենք պետք է ճանաչենք մեր Տիրոջը։ Աստված ճանաչողությունից այնքան բան է կախված։ Տգիտություն, անտեղյակություն։ Տգիտության, անտեղյակության պատճառով մարդիկ հիվանդանան են, կմեռնեն են, ինչ փորձության արժև ասես էլ կկենան։ Ինչի մասին է խոսքը։ Որտեղից մեզ տեղեկություն, որտեղից մեզ գիտություն, Աստծո անարատ խոսքից, Աստվածաշնչից։ Չկա ավելի լավ քարոզ, քան Աստվածաշունչը։ Չկա ավելի լավ քարոզ։ Սևակ, Բարսեղյան, այսինչ այնինչյան ոչ մի քարոզիչ այդքան ուժեղ քարոզիչ չի, քան Աստվածաշունչը սևով սպիտակի վրա։
Եթե կարդում ենք անարատ ձևով, լսում ենք սևով սպիտակի վրա, բարձրաձայն կարդում ենք ու մեր ականջներով լսում ենք, մեր թանձրացած սիրտը սկսում է նոսրանալ, սիրելիներ, ու սկսում է Աստված գործ անել, կարող է կարդալու ժամանակ բժշկվես։ Կարող է կարդաս, որ հավատքդ բարձրանա, հավատքդ աճի, որ դու բժշկություն ունենաս, մինչ այդ կարդում էիր, մինչ դու կարդում էիր, դու արդեն լինում ես բժշկված։ Միտեղ ասում է Պետրոսը, Աստծո խոսքն էր կանգնած խոսում, Սուրբ Հոգին իջավ նրանց վրա։ Միտեղ էլ ասում է ձեռնադրեց Պողոսը, ձեռք դրեց նրանց վրա, նրանք Սուրբ Հոգով լցվեցին։ Պարտադիր չի ինչ որ մի հատ դեպք պատահի, որ ինչ որ մի բան լինի։ Սիրելիներ, Աստված դոգմայի, կրոնի Աստված չի, Աստված ազատությունը ստեղծող, ազատամիտ Աստվածն է։ Ազատամիտ բառից վատ բան չհասկանաք, այդ լիբերալիզմի մասին չի խոսքը։ Ամեն ինչ սրբության գերագույն սահմանների մեջ։ Երրորդ կետը կարա գրեք, երրորդ կամ չորրորդ, եթե սխալ համոզումները երրորդ կետն է։ Սխալ համոզումներ եւ ուսմունքներ։ Երրորդ կետը անհավատություն։ Հստակ տեղ ենք տեսնում Աստվածաշնչի մեջ, Տերը չկարողացավ իր մարզում, իր ծննդավայրում բժշկությունել անել անհավատության պատճառով։ Հստակ, եթե չես հավատում, ինչի մասին է խոսքը։ Ոնց ես հավատալու, ոնց է գալիս հավատքը, հավատքը գալիս է Աստծո խոսքը լսելուց հետո այդ հավատքը առաջանում է, ստեղծվում է հիմք, գալիս է բժշկությունը։ Հասկանալի է։ Եթե կա անհավատություն, կարելի է մարդը նույնիսկ ասի Տեր իմ Աստված օգնիր իմ անհավատությանը։ Այսպիսի տեղ կա Աստվածաշնչում, որ օգնիր իմ անհավատությանը, Տեր, ես իրապես անհավատության մեջ եմ։ Իրապես անհավատության մեջ եմ։ Մյուսը անհավատությունը կարելի է երկար խոսել, ես կարճ կետերը տալիս եմ, որ հետո անպայման աղոթենք մենք։ Հավատում եմ այս կետերը, այդ կետերի բացասական բաները կջախջախվեն Հիսուս Քրիստոսի անունով եւ մենք վերջում հրաշքներ ու նշաններ կունենանք։ Մյուսը ապստամբ ու չար սիրտ։ Մարդիկ կան ապստամբության ու չարության մեջ են, նրանց սիրտը չար է, նախանց, ինչ ասես լցված է նրանց սրտերում։ Այդ չար սրտերի մեջ եղող չար սրտեր ունեցող մարդիկ շատ դժվար թե բժշկվեն, որովհետև նրանց սիրտը ի վիճակի չի նորից ընդունելու այս թանձրության մեջ, էդ էլ կա։ Հենց այդ ամեն ինչ որ ասում եք Աստվածաշնչյան խոսքերի իման վրա ենք ասում։ Այդ թանձրությունը չի թույլ տալիս, որ Աստված կարողանա մտնել։ Մտնում է տեսնում այդ նախանց, կեղտոտություն, այդ ամեն ինչ, որտեվ իր տունը, Աստծո տունը աղոթքի տուն պետքա կոչվի։ Ինքը պետքա մտնի մաքրի։ Հələ մենք բժշկվելուց առաջ Տիրոջ պիտի ասենք Տեր ջան, մտի, ինչ որ տեսնում ես քեզանից չի անի։ Անկեղծորեն։ Եբրայեցիս 3:12։ Եկեք բացենք այստեղը։ Եբրայեցիս 3:12։ Եբրայեցիս 3:12։ Նայեցեք եղբայրներ, չլինի որ ձեզնից մեկի ներսը սրտում անհավատության չար սիրտ լինի եւ ապստամբի կենթանի Աստծո դեմ, ապա ամեն օր իրար հորդորեք, քանի որ այսօր ասվում է, որ չլինի թե ձեզանից մեկը խստանա մեղքի խաբեությամբ։ Ժողովուրդ ուշադիր լսեք։ Նայեցեք եղբայրներ, չլինի որ ձեր մեկի ներսում, ձեզնից մեկի ներսում անհավատության չար սիրտ լինի։ Եթե սիրտը կա, այդ անհավատության չար սրտի հիման վրա մենք ինչ ենք անում, ապստամբում ենք կենթանի Աստծո դեմ։ Ինչը արեց Արուսյակ նախկին հրեշտակը, որ հետո դև դառավ, սատանա դառավ։ Ապստամբեց կենթանի Աստծո դեմ, որովհետև նրա ներսում չար սիրտ հանկարծ գտնվեց։ Ամեն օր իրար հորդորեք, քանի որ այսօր ասվում է, որ չլինի թե ձեզնից մեկը խստանա մեղքի խաբեությամբ։ Ահա, եթե այսպիսի բան տեղի ունենա, ապա բժշկությունը, հրաշքը հեռու է մեզանից։ Հաջորդ կետը չխոստովանված մեղք։ Եթե մենք մեղք կա, որը սվաղում ենք, սենց լղոզում ենք, ինչ բառերով ասեմ, ծածկում ենք, ուրիշ բառերով ծածկա դմպոց ենք անում, ասում ենք դետի մեղք չի, դետի այնքան որ սենց ջղայնացավ անցավ գնաց, ինչ է այդ եղե որ։ Եթե մենք այս ձև անում ենք, բժշկության մասին չմտածենք։ Չխոստովանված մեղք, խոստովանենք, ասենք Տեր Աստված, այո, ճիշտ ես։ Ճիշտ ես, մեղքը կա իմ կյանքում, այդ մեղքը գործեցի այն օրը, կամ այս մեղքը ես սիրում եմ մինչև հիմա։
Սա արգելքա լուրջ։ Սա արգելքներից մեկն է։ Հաջորդ արգելքի մասին եմ խոսում, չեմ ուզում կենտրոնանալ մի արգելքի վրա, որ հասցնենք։ Հաջորդը հպարտությունը, որ նորից մի քիչ առաջ մի հպանցիկ անցա։ Հպարտության պատճառով Աստված չի կարողանում մեզ երեսով կանգնել։ Հպարտներին Աստված ասում է, ես հակառակ եմ կանգնում։ Դու հպարտ ես, դու գոռոզ ես, դու կարիք չունես, դու քեզ ես մենակ տեսնում, քո կյանքում մեղք չկա, դու հպարտ ես, ուրեմն ինքնարդարացնող ես քեզ։ Եթե ինքնարդարացնող ես, ուրեմն Աստծո արդարությունը քեզանում չի ու բնականաբար Աստված քեզ չի։ Սա շատ կարևոր է։ Հաջորդ կետը ողջ ու չներում ուրիշների հանդեպ։ Սա Աստվածի մանավանդ մերձավոր արևելյան ազգերի մեջ այս ողն ու չներումը ցավալի քաղցկեղի պես տարածված է։ Այստեղ Լիբանանում հայերը իրար մեջ չներում, ընտանիքի անդամները իրար մեջ չեն ներում, բաց չեն թողնում։ Չէ որ աղոթքի ժամանակ հայր մեր տերունական աղոթքի ժամանակ Տիրոջ ցույց տված սովորեցած աղոթքի ժամանակ ասում ես Տեր ներիր այնպես ինչպես ես եմ ներում։ Ինչպես ներում ես, այդպես էլ ներվում ես դու։ Բա ոնց ես ուզում որ լինի։ Այդ ամեն ինչի կարա լինի, եթե դու հպարտես ու չներող ողջ ունես մեջդ ողա բնակվում, դու զգում ես որ դու չարություն ունես քո ներսում, sense ուզում ես վրեժ լուծես, ինչ որ ուրախանում ես ուրիշի անհաջողության վրա։ Ուրիշների հանդեպ այս ձև ես տրամադրված, բա ինչի մասին է խոսքը։ Եկեք մի տեղ էլ կարդանք, Մարկոս 11:25-ից 26։ Մարկոս 11:25-ից 26։ Երբ աղոթքի կանգնեք, ներեք իրար, ներեք, եթե մեկը ինչ որ մեկի դեմ բան ունի, որպեսզի ձեր հայրն էլ որ երկինքն է, ների ձեզ ձեր հանցանքները։ Իսկ եթե դուք չներեք ձեր հայրն էլ որ երկնքում է, պիտի չների ձեր հանցանքները կամ մեղքերը, կամ պարտքերը։ Տեսեք, ասում, ուզում եք ներվեք։ Շատ ժամանակ Հիսուսը ինչ ասում, բժշկում է հիվանդներին, ասում է, որդյակ, քո մեղքերը թողվեցին քեզ, քո մեղքերը թողված են, ներված են, չէ՞։ Դա ինչի համար ասում, որ այդ մեղքերը գնան իրանց մեջից, այդ մեղքերի հետևում կանգնած դևերը գնան, այդ հիվանդությունների հետևում կանգնած դևերը գնան, մարդը լինում է ասած ու բժշկված։ Վերջացավ։ Ինչքան հեշտ է։ Աղոթքի կանգնում, ներեք իրար, ներեք նրանց ում հանդեպ ինչ որ բան ունեք, որպեսզի ձեր հայրն էլ որ երկինքն է, ների ձեզ ձեր հանցանքները։ Եթե դուք չներեք, մոռացեք։ Միգուցե ինչ որ սպառնալիքի պես հնչում, նայի, եթե դու էսա, եթե դու չանես, չի լինի, դու պիտի ներես, դու պիտի թողես, դու պիտի Հիսուսի նման ասես տեղ, կակղացնես քո սիրտը, գիտես ովքեր են դժվարությամբ ներում, հպարտ մարդիկ, խոնար մարդիկ, Հիսուսի պես ասում են Տեր, չգիտե ինչ անում, ոչինչ ես ներում, ես այնքան եմ տեսել, այնքան խոնար մարդիկ եմ տեսել, այնքան հրաշք մարդիկ են, այնքան հետաքրքիր ձևով են մոտենում, ասում են, հայ հիմա ինչ անենք, չի գիտակցե, ինչ անենք։ Այդ մարդիկ այնքան հեշտ են հրաշքներ ունենում։ Հիմա մի հատ հետաքրքիր ուրիշ բանի մասին եմ խոսում։ Կետերով անցնենք, որովհետև երկար է։ Տեսեք, մարդիկ արգելք ունեն իրենց կյանքի մեջ բժշկության եւ հրաշքների այն պատճառով, որոնց կյանքում կա անեծքի ազդեցություն թե անձնականի եւ թե ընտանեկանի վրա։ Անեծք ունեն իրենց կյանքի։ Դյուրին չեն բժշկվում, հեշտությամբ չեն բժշկվում այդ մարդիկ, ովքեր որ անեծք ունեն իրենց կյանքի մեջ, ինչ որ ժառանգական բան ունեն, ասենց ինչ որ անեծքների մեջ են, ինչ որ կախարդությունների մեջ են եղել, ինչ որ իրանք են իրար անեցել, չգիտեմ, տարբեր են, էս էլ առանձին թեմա, ամեն մեկի մասին կարելի է 3 ժամ խոսալ։ Անեծքի ազդեցությունը կարա շատ ուժեղ արգելք հանդիսանա, որ մարդը լինի բժշկված։ Կասես, բա ինչ անենք, քանդենք այդ անեծքները, ովքեր են քանդում։ Բոլորս մեկս իրավունք ունեն քանդելու, անձամբ դու իրավունք ունես քանդելու քո կյանքում եղած անեծքները։ Պարտադիր չի ինչ որ մեկի միջոցով։ Չնայած այս վերջում որ մենք աղոթենք, մենք քանդելու ենք այդ անեծքները։ Ինչքան արգելք կա, վրայով անցնելու ենք ու սկսենք քանդել, կարող է ընթացքի մեկ է զգաս, որ ծունկդ բժշկվեց օրինակ։ Ժողովուրդ, չար հոգիների հետ կապված հիվանդություններ կան, որոնք որ ոչ թե ինչ որ գրիպա կամ ինչ որ մի հատ բան է, այլ հստակ դու տեսնում ես օրինակ խուլու համրի, ասում է համրի հոգի դուրս արի։
Դու այդ բանը տեսնում ես, Հիսուսը գալիս է, ասում համրի հոգի դուրս արի, համրի հոգին դուրս է գալի, ու այդ մարդը լինում է բժշկված։ Հստակ տեսնում ես, որ այդ հիվանդությունը դևը իրար հետ են, այսինքն, փոխկապակցված։ Դևը դուրս է գալիս, մարդը սկսում է լսել, խոսել։ Ղուկաս 4:40-ից 42 Արևի մայր մտնելու ժամանակ ամեն նրանք, որ տեսակ ցավերով հիվանդներ ունեին, բերեցին Հիսուսի մոտ։ Ինքն էլ ամեն մեկի վրա ձեռք դնելով բժշկեց նրանց, դևեր էին դուրս գալիս շատերից եւ աղաղակում էին ասելով. Դու ես Քրիստոսը Աստծո որդին։ Տեսեք, բերում են հիվանդներին բերում են նրա մոտ, որ բժշկի, տիրոջ մոտ են բերում, որ բժշկի, ասում է դևերել էին դուրս գալիս շատերից, աղաղակելով, ասելով. Դու ես Քրիստոսը Աստծո որդին։ Բայց նա Քրիստոսը սաստում էր եւ թույլ չէր տալիս նրանց, որ խոսեն, որովհետեւ գիտեին, թե Քրիստոսն է ինքը։ Ինչքան հետաքրքիր տեղ է։ Գիտեին, որ Քրիստոսն է։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ այս հիվանդությունների հետևում կանգնած են դևերը շատերի, ասում եմ, շատերի մեջից այդ դևերը դուրս էին գալիս աղաղակելով։ Շատ կարևոր է, որ մենք ազատվենք, մենք դուրս թողենք։ Դիվարները միայն այն մարդիկ չեն, ովքեր որ ինչ որ ասենց փրփուրա դուրս գալիս իրանց բերանից, ընկնում են գետին եւ այլ։ Ես տեսել եմ սովորական դիվահար մարդ, որը որ շնության դևով է բռնված, ամեն անգամ իր աչքերը այսպես փնտրտուքի մեջ է, մեղքի փնտրտուքի մեջ է։ Սա շատ կարևոր է։ Դա դիվար մարդ է։ Մի վարքանի մեջ կարող է դևը դուրս գա, ինքը հասկանա, որ պետք չի ինքը աչքերով մեղք փնտրի։ Հաջորդ արգելքը։ Ես հավատում եմ կան մարդիկ, որ գրում են, օրտնված կլինեք դուք։ Ես կխոստանամ նաև, որ մեր YouTube-յան էջում այս կետերը բոլորը նկարագրության բաժնում կդնեմ, եթե չես հասցրել գրես, չնեղվես, բայց եթե գրում ես գրի։ Անպայման ես կգրեմ այդ տեղը, դուք այդ տեղերը կկարդաք եւ կորտնվեք, կանցնեք, քննեք ձեր սրտերը, եթե այսօրվա մեջ հանգարց բժշկություն չունենաք, բայց Աստված տա ամեն ինչ անցնի։ Երկրորդ Կորինթացիս 10:4-6 ասում է. Որովհետև մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, ապա Աստծուց զորություն առած ամրոցներ քանդելու։ Մենք խորհուրդներ ենք քանդում եւ Աստծու գիտության դեմ բոլոր հպարտացած, գոռոզացած բարձր բաները ու բոլոր մտքերը Քրիստոսին ենք հնազանդեցնում եւ գերի ենք բռնում։ Պատրաստ ենք վրեժ առնելու ամեն անհնազանդությունից, որպեսզի ձեր հնազանդությունը կատարյալ լինի։ Այսինքն մենք հնարավորություն ունենք քանդելու բերտեր, գաղտնիքներ, խորհուրդներ, իմ բոլոր մտքերը, որ Քրիստոսին դեմ հպարտացած են, բարձրացած են, գոռոզացած են, կապելու ու դնելու Հիսուսի ոտքերի տակ։ Ու վրեժ առնելու այդ սատանայից, սա մարդկության մասին չի խոսում, վրեժ առնենք նրանից այդ անհնազանդությունից, որպեսզի մեր հնազանդությունն էլ կատարյալ լինի։ Հաջորդ կետը, արգելքը, որի մասին ուզում եմ խոսամ, կեղծավորություն։ Սա սարսափելի, իմ ամենաչսիրած մեղքն է։ Սարսափում եմ այս բառից, կեղծավորություն, ու տեսնում եմ Հիսուսի վերաբերմունքը Աստվածաշնչում, այս կեղծավորության հետ կապված, որ տեսնում է փարիսեցիների ու դպիրների մեջ, խաղացողներ, երկկենցաղ մարդիկ, որ կեղծավոր են, իբր հոգևոր են խաղում, բայց նրանք հոգևորի հետ ընդհանրապես կապ չունեն։ Կեղծավորությունը լուրջ արգելք է, որ մարդը լինի բժշկված։ Դրա համար մենք պետք է անկեղծ լինենք, մենք պետք է դատարկ լինենք, սենց մեր ներսը այնքան անեղծ լինի, որ մենք կարողանանք Հիսուսին նույնիսկ անկեղծորեն ասենք, որ այո, Տեր, ես մեղավոր եմ, Տեր, ես իրոք չար եմ, Տեր, ես իրոք նախանձ եմ, սենց գնաս նույնիսկ ինչ-որ մեկին էլ խոստովանես, նույնիսկ ինչ-որ մեկին գնաս խոստովանես, ասես ես քո հանդեպ վատ եմ տրամադրված, կներես ինձ։ Հաջորդ կետը, որ շատ կարևոր է նորից, վերջին կետն է, ու դուք կետերը կարող է հայտնություններով ստանաք եւ ավելացնեք։ Վերջին կետը, որ ես ուզում եմ ձեզ ասեմ, անհնազանդությունը։ Անհնազանդության պատճառով էլ այս ամեն ինչը լինում, սիրելիներ։
Այնքան կարևոր է հնազանդությունը մեր Աստծուն, նույնիսկ մարդկանց միջոցով։ Կարող է քո ավակը, կարող է քո հովիվ ինչ որ մի բան ասել, որ դու պետք է անես, ու դա շատ կարևոր է, բայց դու չես անում։ Իսկ դրա պատճառով շատ լուրջ արգել կա, որ դու հրաշքներ չունենաս։ Սիրելիներ, անհնազանդություն։ Եկեք ուղղակի մեր սրտերը քննենք, որտեղ ենք, որ մենք անհնազանդ ենք գտել։ Միգուցե Տերը անձամբ հետդ խոսացել է, երազով, տեսիլքով, մտքերով, Աստվածաշնչով, ինչ որ ձևով հետդ խոսացել է, բայց դու անհնազանդ ես գտնվել։ Սիրելիներ, շատ կարևոր է։ Մատթեոս 17:14-ից 21 վերջին Աստվածաշնչյան համարն է։ Այս կեղծավորություն, անհնազանդություն դրանցից հետո, այդ կետերից հետո Աստվածաշնչյան այս վերջի համարն ենք կարդում։ Երբ ժողովրդի մոտ եկավ, մի մարդ մոտեցավ նրան, ծնկի վրա գալով ասեց, ծնրադրելով ասեց. Տեր իմ որդին ողորմիր, որ լուսնոտի է եւ չարաչար տանջվում է, քանզի հաճախ կրակի մեջ է ընկնում եւ հաճախ ջրի մեջ։ Քո աշակերտներիդ մոտ բերեցի ու չկարողացան նրան բժշկել։ Եվ Հիսուսն ասեց. Ով անհավատ եւ խոտորյալ ազգ, մինչեւ երբ ձեզ պիտի համբերեմ։ Մինչև երբ ձեզ պիտի համբերեմ, նրան ինձ մոտ բերեք։ Հիսուսը սաստեց եւ դևը նրանից դուրս եկավ եւ տղան նույն ժամում իսկույն բժշկվեց։ Այն ժամանակ աշակերտները առանձին Հիսուսի մոտ գնալով ասեցին. Մենք ինչու չկարողացանք անել։ Հիսուսն ասեց. ձեր թերահավատության պատճառով։ Ինչի պատճառով։ Թերահավատության պատճառով։ Մենք անհավատության, թերահավատության մասին վերևում գրեցինք։ Քանզի ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե մանանեխի հատիկի չափ հավատ կունենաք, այս լեռանն ասեք, սրա դուրս պոկվիր եւ փոխադրվիր, պիտի փոխադրվի։ Ու ոչ մի անհնարին բան չպիտի լինի ձեզ համար։ Սակայն այս տեսակը ուրիշ բանով դուրս չի գալիս, բայց միայն աղոթքով եւ ծոմապահությամբ։ Մի փոքր կանգնեմ այս կետերի վրա, աղոթք եւ ծոմապահություն։ Տեսեք, ստեղ մի պատմություն է, որտեղ որ Հիսուսի աշակերտները չեն կարողանում դևեր հանել։ Ինչ է պատճառը։ Հիսուսին ասում են, ինչու չկարողացանք մենք այս դևը հանենք։ Հիսուսը ասեց ձեր թերահավատության պատճառով։ Ստեղ հետ կապված շատ մեկնաբանություններ կան, որ մեկն ասում է Հիսուսը դե միշտ ծոմի մեջ էր, մյուսն էլ ասում է դե Հիսուսը ծոմի ու աղոթքի ինչ կարիք ուներ, ինքը միշտ հավատքի մեջ էր։ Ես ուզում եմ հավասարակշռված մի բան ասեմ։ Այստեղ հստակ նշված չի պատճառը, բայց որ Հիսուսը հավատում էր, դա հաստատ է։ Հիսուսը ականջալուր մտիկ էր անում հորը, ինչ որ լսում էր հորը անելիս, անում էր նա։ Իսկ դա հավատքի ամենակարևոր նախապայմանն է, որ դու լսես։ Նորից եկանք դրան։ Դրանից սկսեցինք, դրանից վերջացնենք։ Երբ որ դու լսում ես, գալիս է հավատքը, ու հավատքով անում ես մի բան, հնարավոր չի որ հրաշք չլինի։ Հնարավոր չի որ հրաշք չլինի։ Դրա համար, երբ որ դու լսելու կարողություն չունես, երբ որ դու լսելով լսում ես ու չես լսում, քո սիրտը թանձր է, քո սրտում ամեն ինչ կա բացի Աստծուց, դա նշանակում է, դու ինչ ես անում։ Դու ծոմ ես վերցնում, ծոմը այնպիսի մի բան կարող ասեմ, ես հավատում եմ սա Աստծուց է։ Առաջին անգամ եմ լսում, ու առաջին անգամ լսում եմ ինձնից։ Ովքեր որ ռուսերեն են հասկանում, հետո կփորձեմ հայերեն այդ բառի համարժեքը տալ։ Ուբորկա հասկացողությունը, գիտեք, ուբորկա, տունը ուբորկա ես անում։ Ծոմը ուբորկա է։ Լսեք, ծոմով դու ինչ ես անում, մտնում ես քո ներաշխարհ, սկսում ես փնտրտուք անել։ Փորձեմ, որտեվ արևմտա հայերել կան, ռուսերեն չեն հասկանում։ Տան լիարժեք մաքրություն, շաբաթօրյակ։ Տունն է սկսում մաքրել, մաքրում, մեկը գրեց մաքրում։ Տան լուրջ մաքրություն, են հիմնովին ամբողջովին են, որ մի կետ պետք չթողես, մարդը ամառվանից, ձմեռվանից առաջ է սկսում տենց ինչ-որ բան անել, մտնում է այլ սեզոն, չէ՞։ Այդ մաքրության մասին է խոսքը, սկսում ես ուժեղ մաքրություն անել։ Ծոմով այդտենց բաներ ա լինում։ Ծոմի ժամանակ հետո մեկ-մեկ սկսում է կեղտեր դուրս գալ, ասում ես ծոմի մեջ եմ ու լնա ինչ եղավ։ Չնեղվես, երբ որ ծոմի մեջ ես ու ինչ որ մի բան լինի հետդ,
ասա փառք ես Տեր, ջրի երես դուրս եկավ, հենց հիմա կմաքրեմ ու կսրբեմ, որտեղ մաքրության ժամանակն է։ Դու մաքրում ես սիրտիդ թանձրությունը ասպիրին խմելով է, ծոմի ասպիրին խմելուց հետո թանձրա արյունը ջրի կանում է, սկսում ավելի լավ բաներ լինել կյանքիդ հետ։ Հետաքրքիր է, չէ՞։ Թանձրությունը սրտիդ մեջից կորում է, գալիս է նոսրությունը, դու սկսում ես պարզ դառնալ, ջինջ դառնալ Աստծո համար ու Աստված հանգիստ սկսում է հեռացնել քո կյանքից այդ ամեն ինչը։ Մի քույրիկ շատ հրաշալի բան գրեց, մաքրազերծում, շատ լավ, սիրեցի այդ բառը, մի եղբայր էլ գրել է սարդոստայինները հեռացնել։ Այո, ծոմով մենք սարդոստայինները հեռացնում ենք, մաքրազերծում ենք, փորփրում ենք տակերը, շկաֆներն ենք տեղափոխում, պահարաններն ենք տեղափոխում, ամեն ինչ սենց ուբորկա ենք անում, մաքրում, սրբում ենք, հետո այն կատակի պես նայում ես, ախ, ինչ լավ է։ Այդ ձևով կարողանում ես ծոմ վերցնես, ծոմի մասին հարց են տալիս մարդիկ, ասեն, որ կարողանում ես քեզ զրկես ջրից, որտեղ դու քո մարմին ես ճնշում, կարողանում ես քեզ զրկես ուտելիքից, կարողանում ես այս երկուսից էլ, եթե դեռ դժվար է քեզ համար, մեկից ու մեկից սկսի, կարող ես փոփոխել, մի օր այնց, մի օր այնց, ժամով կարող ես վերցնել, մտնել այդ ժամանակ աղոթել, ոչ թե սոված մնում ես գործի տեղը գնում ես ու գժվցնում ես մարդկանց, դա ծոմ չի, դա պրոստը սոված ես մնում, անոթի ես մնում։ Դրա մասին չի խոսքը, այլ դու Աստծո երեսն ես փնտրում, փորձում ես այդ թանձրացումը հեռացնես, նոսրացնում ես ամեն ինչ, ականջը բացվում է, ու սկսում ես Աստծո ձայնը լավ լսել։ Փառք Աստծո։ Այսօր այս խոսքները, այս արգելքներն են։ Հիմա մոտենում ենք պրակտիկային։ Հիմա սկսում ենք գործնական քայլեր անել։ Հիմա սկսում ենք փառաբանել ու աղոթել։ Ու ես հավատում եմ, դուք արդեն կարող եք կարիքները գրել։ Կոմենտների մեջ կարող եք կարիքները գրել, որ մենք սկսենք աղոթել։ Ինչի համար ենք աղոթում։ Բայց մինչև դա երկրպագում ենք Տիրոջը, անցնում ենք այս կետերի վրայով, որ ներողություն ենք խնդրում, եթե մեղքեր ունենք, ինչ որ բաներ ունենք մեր կյանքի մեջ։ Փառք ես Տեր, փառք ես Տեր, փառք ես Տեր։ Հալելույա, մենք գալիս ենք քո առջև Տեր իմ Աստված։ Երկրպագում ենք քո սուրբ ու քաղցր անունը։ Օ Հիսուս, 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 Հիսուս։ Օ Տեր իմ Աստված, օ Տեր իմ Աստված։ Ես ուզում եմ, որ պարզապես եթե հնարավորություն ունես, ձեռքերդ բարձրացնես, խոնարհվես։ Խոնարհվես, խոնարհվես։ Օ Հիսուս, փառք ես, փառք ես, փառք ես, փառք ես, փառք ես։ Փառք ես ամենակարող Աստված, գալիս ենք քո առջև, երկրպագում ենք քո սուրբ քաղցր անուն ենք երկրպագում։ Հիսուս, 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 Հիսուս։ Օ Հիսուս, հենց այս աղոթքի ժամանակ մենք անցկացնում ենք մեզ քո մաղով Տեր իմ Աստված։ Հալելույա։ Կյանքիս ամեն վայրկյան պահում ես քո ձեռքում, կրակի և փոթորկի մեջ, ինձ հետ ես դու քայլում, վստահում եմ քեզ, վստահում եմ քեզ, հավատում եմ իմ բժիշկն ես, հավատում եմ դու ամենն ես իմ,
Հավատում եմ իմ բաժինն ես, հավատում եմ ավելին ես, քան ես գիտեմ, Հիսուս քո կարիքն ունեմ, ու փառահեղ Աստված Փառքես Տեր Աստված, դու հպվում ես հենց հիմա Տեր։ Կիսամե մի պահ քո ձեռքերում բռնած, կրակի և փոթորկի մեջ, ինձ հետ ես իմ Աստված, վստահում եմ քեզ, վստահում եմ քեզ, հավատում եմ իմ բժիշկն ես, հավատում եմ դու ամենն ես իմ, հավատում եմ իմ բաժինն ես, հավատում եմ ավելին ես, քան ես գիտեմ, Հիսուս քո կարիքն ունեմ, անկարելի ոչինչ կա քեզ համար, ամենակարող ես դու, անկարելի ոչինչ կա քեզ համար, իմ կյանքն է քո ձեռքերում, անկարելի ոչինչ կա քեզ համար, ամենակարող ես դու, անկարելի ոչինչ կա քեզ համար, իմ կյանքն է քո ձեռքերում, հավատում եմ իմ բժիշկն ես Հիսուս, հավատում եմ դու ամենն ես իմ, հավատում եմ իմ բաժինն ես, հավատում եմ ավելին ես, քան ես գիտեմ, Հիսուս քո կարիքն ունեմ, Փառքես Տեր իմ Աստված, աղոթք ենք անում Տեր ամեն մարդկանց համար, հենց հիմա, բոլոր այն մարդկանց համար, ովքեր որ դիտում են մեզ, բոլոր այն մարդկանց համար, որ դիտողները բարեխոսում են, հենց հիմա իրենց տներում, իրենց այն վայրերում, որտեղ որ գտնվում են, Տեր իմ Աստված, մենք հիմա քո տված ամեն ինչի վրայով անցնում ենք, Տեր մենք այս խոսքերով ինչ որ չափով գիտություն ունեցանք, Տեր մենք անտեղյակ չենք,
Տեր մենք մերժում ենք ամեն սխալ համոզում եւ ուսմունք, որովհետեւ գիտենք Հիսուս դու բժիշկների բժիշկն ես, դու չես փոխվել երեք այսօր եւ հավիտյան նույնն ես, դու բժշկում էիր, բժշկում ես եւ հիմա էլ բժշկելու ես Տեր իմ Աստված, որովհետեւ դու նույնն ես երեք այսօր եւ հավիտյան։ Տեր մենք այս խոսքերը լսելով մերժում ենք անհավատությունը, գալիս է հավատքը լսելուց, լսել Աստծո խոսքից։ Տեր մենք ապաշխարում ենք ապստամբ ու չար սիրտ ունենալու համար, եթե մեր սրտում չարություն եւ ապստամբություն է բարձրացած։ Լինի մեր ավակների հանդեպ, լինի մեր եկեղեցու հանդեպ, լինի տարբեր բաների հետ կապված ապստամբություն ու չար սիրտ։ Եկեղեցու հանդեպ, պետության հանդեպ, որ ապստամբությունով լցված ենք, բոլորին անիծում ենք։ Մենք օրհնում ենք մեր կառավարությունը, օրհնում ենք ու ասում ենք, որ թող օրհնված լինեն եւ քեզանից հայտնություն ստանան եւ օրհնվեն քո որոշումներով, որ գալիս է երկնքից Հիսուս Քրիստոսի անունով։ Մենք խոստովանում ենք ամեն մեղք, որ գործել ենք մեր կյանքում, ու մենք հենց հիմա անցնում ենք այդ մեղքերի վրայով ու ամեն մարդ թող ապաշխարի ու ասի Տեր ես գործել եմ այս մեղքերը եւ ես խոստովանում եմ, որ ես գործել եմ այս մեղքերը ու ես խոստովանում եմ, որ նույնիսկ սիրում եմ այս մեղքը, որ անընդհատ վերադառնում եմ այդ մեղքին, ես խոստովանում եմ ու ասում եմ, որ Տեր թող սա անց կենա ինձանից Հիսուսի անունով։ Ես խոստովանում եմ, որ ես հպարտ եմ ու ես հպարտության պատճառով շատ ժամանակ հրաշքներ ու նշաններ ու բժշկություն չեմ ունեցել իմ կյանքի մեջ։ Ես ողջ ու չներում ունեմ ուրիշների հանդեպ, հարազատների հանդեպ, ոչ հարազատների հանդեպ, ընկերներ, տարբեր մարդիկ, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ես թողնում եմ նրանց, ես ներում եմ նրանց, որովհետև ես աղոթքի եմ կանգնած ու ես ներում եմ ու ես հասկանում եմ, որ նրանց սատանան է օգտագործել, որ ես էլ հիմա ողով լցված լինեմ ու չարությամբ տրամադրվեմ նրանց հանդեպ։ Հիսուսի զորավոր անունով ես ներում եմ հռչակում, ես ներում եմ նրանց ու ես հռչակում եմ, որ Տեր դու էլ կներես նրանց։ Հիսուսի զորավոր անունով ես քանդում եմ ամեն անեծք, որ իմ կյանքում, իմ ընտանիքի մեջ կա, իմ վրա կա, իմ մարմնի վրա կա, իմ հոգում կա, իմ շնչի մեջ կա, որ այդ անեծքները ինձ հանգիստ չեն թողնում ու անընդհատ կրկնվում են այդ ամեն ինչը ու դա նույնիսկ կարող կոչվի ժառանգական հիվանդություն։ Ես Հիսուսի անունով քանդում եմ այդ անեծքի ազդեցությունները, թե իմ անձնական կյանքում, թե իմ ընտանիքի մեջ, իմ հարազատների մեջ, Հիսուսի զորավոր անունով։ Ես վռնդում եմ իմ կյանքից ամեն չար հոգիները, որոնք կապված են այս հիվանդությունների հետ, որ ես ունեմ իմ անձի մեջ կամ իմ ընտանիքում, Հիսուսի զորավոր անունով։ Փառք ես Տեր, ես այո ասում եմ, որ հնարավոր է ես այս ամեն ինչով անարգանք եմ ունեցել քո հանդեպ ու ես անարգել եմ քեզ Տեր։ Ես անարգել եմ քո փառաբանությունը, մարդիկ կան, որ անարգել են փառաբանությունը։ Փառաբանությունը իրենց համար ոչինչ է եղել, կարևոր է իրենք հասնեն քարոզին, միշտ բացակայում են այդ փառաբանությունից։ Տեր մենք խոստանում ենք, որ հենց փառաբանության ժամանակ գալու ենք ու ձեռներս բարձրացնենք, որովհետեւ այդ փառաբանության մեջ է զորությունը, մենք խոսքը լսում ենք, որ զորավոր փառաբանող դառնանք, երկրպագողներ դառնանք։ Եթե մենք անարգել ենք երկրպագությունը, ապաշխարում ենք Տեր ու ասում ենք, որ ների մեզ Հիսուս Քրիստոսի անունով։ Տեր մենք ատում ենք կեղծավորությունը ու խոստովանում ենք, որ մեր մեջ եղել է կեղծավորությունը, որ մենք երկկենցաղ խաղանք, մեկ քրիստոնյա խաղանք, մեկ աշխարհիկ խաղանք։ Հիսուսի անունով մենք մերժում ենք այդ կեղծիքները, մերժում ենք այդ կեղծավորության ազդեցությունը մեր կյանքում, փարիսեցիական հոգին ու այդ անհնազանդությունից դուրս ենք գալիս, խոնարհվում ենք քո առջև, ապաշխարում ենք ու խնդրում ենք, որ ներես մեզ ու մաքրես մեզ ամեն տեսակ մեղքերից Հիսուսի զորավոր անունով։ Հալելույա, դու գործում ես հենց հիմա, Տեր իմ Աստված։ Հպվիր ամեն մեկին, միայն ձեռքդ որ պարզես։ Միայն ձեռքդ որ պարզես Տեր, կզորանամ, կբժշկվեմ ես։ Հիսուս, Հիսուս, Հիսուս։ Հիսուս, մենք քո առջև ենք խոնարհված, քո հպումն ենք խնդրում, հենց հիմա մատովը թպիր ամեն այս աղոթքներին, այս կարիքներին, որ այստեղ գրված են։ Հիսուսի զորավոր անունով, Հիսուսի անունով, Հիսուսի անունով ես հավատում եմ, որ սա քո մատն է, որ հպվում է Տեր իմ Աստված, այս մարդկանց Տեր իմ Աստված։ Եվ նրանք կզորանան, նրանք կբժշկվեն Տեր Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Օ Հիսուս, 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 Հիսուս։ Հիսուս, Հիսուս, Հիսուս։
միայն ձեռքդ որ բարձես, երեսդ փայլեցնես, կզորանամ ես, կզորանամ ես, միայն ձեռքդ որ բարձես, երեսդ փայլեցնես, կզորանամ ես, կզորանամ ես, միայն ձեռքդ որ բարձես, երեսդ փայլեցնես, կզորանամ ես, կզորանամ ես։ Փառքես Տեր, մենք գիտենք, որ հենց հիմա կհոպումնա գալիս Տեր իմ Աստված, քո մատով կհպվես ու ամեն մարդ կլինի բժշկված Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն բան դու գիտես, ինչ եղել է Տեր, ինչ ես չգիտեմ, որ գալու է դեր, սիրտս պատրաստի, ոտքերս օրացրու, կրակի միջով գրկումդ անցկացրու, միայն ձեռքդ որ բարձես, երեսդ փայլեցնես, կզորանամ ես, կզորանամ ես, միայն ձեռքդ որ բարձես, երեսդ փայլեցնես, կզորանամ ես, կզորանամ ես, միայն ձեռքդ որ բարձես, Տեր Հիսուս, քո երեսը հենց հիմա փայլեցնես, կզորանանք մենք, կբժշկվենք, կքայլենք, կաղը կքայլի, կույրը կտեսնի, միայն ձեռքդ որ բարձես, երեսդ փայլեցնես, կզորանամ ես, կզորանամ ես։ Ո փառքես Տեր իմ Աստված, դու այստեղ ներկա ես, քո զորությունը հիասքանչ է։ Աղաղակում եմ Տեր, հենց հիմա ամեն խնդրանքի վրա քո զորավոր անունն է մրճակում, բժշկարար անունը, քանդվում են անեծքները, հեռանում են դևերը, քանդվում են ամեն տեսակ անեծքներն ու կախարդությունները Հիսուսի զորավոր անունով, ներվում են մեղքերը մարդկանց Հիսուս Քրիստոսի անունով, թողված են մարդկանց մեղքերը, որովհետև խոստովանում են Տեր Հիսուսի անունով, հենց հիմա ամեն անեծ քո աչքի առջև է Տեր, դու ամեն բան գիտես, արմատները գիտես, ինչի համար է եղել, ով է անիծել, ոնց է անիծել, ինչ պատճառով է եղել այդ ամեն ինչը։ Ամեն մարդկանց համար ենք աղոթում, հատ աղոթում ենք այն մարդկանց համար, ովքեր որ գրում են, հենց հիմա, ովքեր որ բերում են քո աչքի առջև Տեր իմ Աստված ամեն տեսակ խնդրանք, Հիսուսի անունով։ Դու փառքես Տեր ու երկրպագում ենք։ Օ դու ներկա ես այստեղ եւ այնտեղ, որտեղ որ մարդիկ սպասում են հավատքով։ Կյանքիս ուղին անցնեմ, թեև գնամ մահվան, միայն չկորցնեմ սերդ հայրական, չվախենամ մահից, երկինքը չուրանամ, ամուր բռնվեմ, մինչ քեզ միանամ, միայն ձեռքդ որ բարձես, երեսդ փայլեցնես, կզորանամ ես, կզորանամ ես, միայն ձեռքդ որ բարձես, երեսդ փայլեցնես, կզորանամ ես, կզորանամ ես, միայն ձեռքդ որ բարձես, երեսդ փայլեցնես, Հիսուս, կզորանամ ես, կզորանամ ես։
Միայն ձեռքդ որ պարզես Հիսուս երեսդ փայլեցնես կզորանամ ես Միայն ձեռքդ որ պարզես երեսդ փայլեցնես կզորանամ ես Միայն որ ձեռքդ պարզես կբժշկվեմ ես Հիսուսի զորավոր անունով ամեն հատ ուղարկած ես խնդրանքները քո աչքի առաջ են Տեր դու ամեն բան գիտես իր արմատներով Օ Հիսուսի զորավոր անունով արմատներով եղբայրներիս քույրերիս համար եմ աղոթում քանդված ամեն անեծք ամեն դիվային ազդեցություն ամեն կախարդություն փշրված է Հիսուսի անունով ամեն ամերոց որտեղ որ դևերը բուն են դրել Հիսուսի սքանչելի զորավոր անունով բժշկարար անունով Զորավոր Աստված ներգործի իր մարդկանց կյանքի մեջ հենց հիմա հրաշքներ ու նշաններ են հռչակում զորավոր Աղոթում ենք Օսանայի ընտանիքի համար Հիսուսի անունով Նոնայի համար ենք աղոթում բերում ենք քո աչքի առջև ինչ խնդիր որ կա թող որ բժշկված լինի Հիսուսի զորավոր անունով Ինչ որ խնդիր կա լուծված լինի Հիսուսի փառահեղ անունով Տեր իմ Աստված դու գիտես ամեն մեկի կարիքը Դու գիտես ամեն ինչ Տեր իմ Հիսուս Դու գիտես ամեն մեկի սրտի մեջ եղածը Տեր իմ Աստված Դու գիտես ամեն մեղքի արմատը Դու գիտես ամեն հիվանդության արմատը Տեր իմ Աստված Զորավոր ձևով հռչակում ենք Այնքան ուժեղ զորություն իջնի մարդկանց վրա Հիսուսի անունով աղոթում ենք որ քաղցկեղը հեռանա քույրիկ Մեկը տատիկի համար աղոթում Հիսուսի անունով Լալիտայի համար ենք աղոթում Փառքես Տեր քո ձեռքն է կպնում Ջեսիկան բժշկվի ամեն տեսակ հիվանդությունից Հիսուսի զորավոր անունով աղոթում եմ Սերինեի ընտանիքի համար թող բժշկվի Արամ քո ընտանիքի ծառայության համար եմ աղոթում որ թող որ ճեղքում գա ձեր ընտանիքի կյանքում Մեկը կա որ հիմա հրաշք է խնդրում իր տան հետ կապված Հիսուսի անունով Փառքես Տեր իմ Աստված Փառքես Թամարայի առողջության համար Հիսուսի անունով Մերուժի Արմինեի որ բալիկով օրհնվեն չբերության դեմ ենք մենք աղոթում հրճակում ենք եթե մարդիկ կան որ հենց հիմա այստեղ կան որոնք որ չբերության տառապում են Հիսուսի անունով պատղաբերություն ենք հրճակում Հիսուսի անունով Սեպուհի Արաբոյի համար ենք աղոթում որ դուք տանիք ունենաք ձեր գլխի վրա Վարդգեզի համար եմ աղոթում Հովիկի համար եմ աղոթում Հիսուսի անունով ինչ որ խնդիրներ կան փոքրիկ Ալեքսի համար Քո աչքի առջև ենք բերում Տեր իմ Աստված որ բաժանություն չլինի Սերինին խնդրում եմ որ բաժանություն չլինի Հիսուսի անունով Նայրայի առողջության համար Մեկը աղոթում է իր ազատապության հետ կապված որ ժամանակից շուտ ոչ մի բան չլինի տգեղություն չլինի Հիսուսի անունով թող որ վերականգնում գա Հիսուս Քրիստոսի անունով Մեկը աղոթում է իր ընտանիքի համար որ ապաշխանի Ստեփան Ոսկանյանի քաղցկեղի բուժման համար Հիսուսի անունով անիծում ենք այդ քաղցկեղի բոլոր արմատները Գոհարի ու Կարլենի համար ենք աղոթում Ահարոնի համար ենք աղոթում Հիսուսի զորավոր անունով այդ քաղցկեղը թող փշրված լինի հեռացած լինի Նարեկի համար ենք աղոթում Հիսուսի անունով 9 ամսականը Փառքես Տեր Հիսուսի անունով դու տեսնում ես այս գրվածքները դու տեսնում ես այս խնդրանքները Տեր իմ Աստված ես Տերի ամուսնու համար Հիսուսի անունով որ ապաշխարի ազատագրվի դևերից Հիսուս Քրիստոսի անունով այն մարդկանց համար ենք աղոթում որոնց ամուսինները իրենց վրա ձեռք են բարձրացնում տարբեր տեսակ գլխացավերի համար փոքրիկ խաչիկի համար Հիսուսի զորավոր անունով Տեր իմ Աստված դու ամեն մեկին գիտես Տեր այս հպումն է քո մատի հպումն է Վարդանուշի կուրության հետ կապված աղոթում ենք որ այդ անեծքները հեռանան մարդկանց կյանքից մեկի ստամոքսը բժշկվի հենց հիմա Հիսուս Քրիստոսի անունով մեկը կա տկարության մեջ այս տկարությունը անցնի ստամոքսի ցավը անցնի տարբեր տեսակ մեկը կա Սուսան անունով որ ոտքի հետ կապված ոտքն է կոտրել աղոթում ենք որ այդ բջիջները իրար կպնեն
Մեկի ընտանիքի համար, որ ստեղ գրել է իր համար ենք աղոթում, Հիսուս Քրիստոսի անունով, Ռոբերի համար ենք աղոթում։ Տեր ջան, դու ամեն ինչ գիտես։ Հայկ Նազելի, որ գրել են Վահանաձև գեղձի հետ կապված, աղոթում ենք ու Հիսուսի անունով ասում ենք առողջացի։ Քրիստինեի ամուսինը, որ ազատագրվի եւ ապաշխարի։ Մեկն էլ ասում է նորից տուն ունենանք, որ Տեր քեզ ծառայեցնենք, Տեր իմ Աստված հռչակում ենք, որ տուն ունենան, տանիք ունենան ինձ գլխի վրա, իրենց սեփական։ Ոյ փառքես Տեր իմ Աստված։ Մարիի համար 6 տարեկան ինչ որ խնդիր ունի, կատարյալ լուծվի։ Նևրոզի հետ կապված Հիսուսի զորավոր անունով։ Փառքես Տեր, ընտանիքի միաբանության ու խաղաղության համար աղոթենք այն բոլոր մարդկանց համար, ովքեր որ իրենց կարիքները բերում են հենց հիմա։ Ինքան ուժեղ զորություն կա, ժողովուրդ չեք պատկերացնում։ Ուժեղ զորություն Աստծո հպումը կա, մարդիկ կան կրակ են զգում իրաց ներսում, հենց դուք եք բժշկվում։ Անժելայի գոհարի համար թող որ Տեր մարդիկ են գերբնական ձևով Հիսուսի անունով երազներով տեսիքներով ստանան, թե ինչ խնդիր ունեն։ Լիայի համար, Օքսանայի, Քրիստինեի, Աշոտի համար, Հիսուսի անունով մենք բերում ենք այս բոլոր եղբայրներին ու քույրերին քո աչքի առջև Տեր իմ Աստված, ովքեր որ եղբայրներ ու քույրեր չեն, շատ շուտով եղբայրներ ու քույրեր դառնան Հիսուսի անունով, ապաշխարեն, իրապես ազատագրվեն սատանայի ճիրաններից։ Հայր քո աչքի առջև են բոլորը։ Հիսուսի անունով։ Մեկը կա իր աղջկա կակազության հետ կապված, հոտովախոսություն թող այդ աղջկան։ Ինքան ուժեղ զորություն կա, ընդունեք սիրելիներ, ընդունեք եղբայրներ ու քույրեր։ Հիսուսի անունով։ Ամեն տեսակ հիվանդություն, որ ինձ հիմա կգրվի այստեղ, այդ բոլոր հիվանդությունները հռչակում ենք Հիսուս անվան առջև Պապանձվիր Հիսուսի անվան առջև, Հիսուսի անունն ենք հռչակում, այստեղ գրված բոլոր կարիքների համար։ Փառքես Տեր։ Ու հենց հիմա հռչակում ենք նորից երկրպագելով։ Փառքես։ Միայն ձեռքդ որ պարզես, երեսդ փայլեցնես, կզորանամ ես, միայն ձեռքդ որ պարզես, ես բոլոր հիվանդությունների վրա, երեսդ փայլեցնես, ես իմ եղբայրների ու քույրերի վրա, կզորանամ ես, կբժշկվեմ ես, միայն ձեռքդ որ պարզես, երեսդ փայլեցնես, կբժշկվեմ ես, կլավանամ ես, միայն ձեռքդ որ պարզես, երեսդ փայլեցնես, քո երեսը փայլը հիմա Հիսուսի անունով ամեն այս անունները պապանձվում են քո անվան դիմաց Հիսուսի անունով, Բարաբաս շեկերենը մոսիանդա Հիսուսի անունով, Հիսուս Քրիստոսի անունով, բոլոր տեսակի հիվանդության անուններ, Հիսուսը խաչին է գամել այս անունները, էլ միոմա, էլ հոդերի ցավ, էլ ամեն տեսակ գլխացավ, գրիժա, այսինքն ճողված, ստամոքսի ցավեր, կանացի հիվանդություններ, չբերումներ, ճնշումներ, ամեն ինչ, արյան ինչ որ բաներ, խցանումներ, Հիսուսի անունով, տրոմբներ, հրամայում ենք ձեզ Հիսուս Քրիստոսի անունով, ինքան 100-ից ավել վկայություն է լինելու այս ծառայության մեջ, 100-ից ավել գերբնական վկայություն Հիսուսի անունով, գրված, փաստված, բժիշկներն շշմած Հիսուսի անունով, Հիսուսի զորավոր անունով, փառքես Տեր, փառքես։ Ձեռքդ որ պարզես, երեսդ փայլեցնես, կզորանամ ես, միայն ձեռքդ որ պարզես, երեսդ փայլեցնես, կզորանամ ես, Եղբայրներ ու քույրեր, ես հավատում եմ
լիքը հրաշքներ եղան։ Օ ինչքան սրտիկ որ ստեղ դուրս է գալիս, թող այդքան հրաշքներ լինեն Հիսուսի անունով, թող այդ սրտիկները բարձրանան, այն անուշահոտ խունկի պես բարձրանան դեպի երկինք Հիսուսի անունով։ Սիրելիս, ուշադիր լսի, եթե հանգարց բժշկվել ես անպայման վկայիր, անպայման նամակ գրիր։ Հենց Instagram-ով էսեջին կարող ես գրել։ Ինձ կարող ես գրել, ես անպայման կտեսնեմ։ Երկրորդ, եթե չես բժշկվել, խնդրում եմ, այս կետերով անցկացրա անձդ։ Նորից այս ծառայությունը լսի, YouTube-ում կդրվի կլսես։ Անցկացրա քննի անձը, ծոմով կարող ես գալ։ Կարող է այսօր պատրաստ չէիր եւ այլն, չնեղվեք ովքեր որ չեն բժշկվել։ Կարող է դու զգացում էլ ունեցած չլինես, բայց բժշկված լինես։ Ապարտադիր չի դու բժշկվելուց ինձ մարմինդ փուշ-փուշ լինի, ինչ որ բան լինի, բայց խնդրում եմ ձեզ, անպայման վկայեք, անպայման մինիմում 3 անձի վկայիր, որ բժշկվել ես Հիսուսի անունով, եթե դու բժշկվել ես։ Ամեն, ես հավատում եմ։ Եթե մինչև հիմա էլ չես բժշկվել, դու հաստատ բժշկությունդ ունենալու ես։ Հիսուս Քրիստոսի անունով քննիր։ Հենց դրա համար մենք արգելքների մասին էինք խոսում։ Ինչու մարդիկ չեն բժշկվում։ Պատճառները շատ են, եթե վերջում ես միացել։ Կդնես նորից կլսես, նորից կմիանաս, կտեսնես ինչն է պատճառը, որ դու կարող ես բժշկված չլինես։ Կարա լինի անեծք եւ այլն, տարբեր կարան բաներ լինեն։ Կարող է դու ընթացքում sense բժշկվես։ Հիվանդություններ են եղել, որ sense մի շաբաթվա ընթացքում են կորել։ Շատ հնարավոր է այդպես լինի։ Շատ հնարավոր է այդպես լինի։ Այնպես որ չընկճվես, եթե հանգարց հենց հիմա չես զգում քո մարմնի վրա, դեռ այդ ցավոտ տեղը կա։ Կարող է եւ դու բժշկվել ես ու չես հիմա։ Կարող է այսօր քնես, մի հատ երաս տեսնես, կարող է մի հատ ինչ որ մեկը մի բան խոսա, կարող է մեկը գա քեզ մատնանշի Մարգարյան ասի, այս խնդրեմը, կարող է հիշես, որ դու ինչ որ անանազանդության մեջ ես գնաս այդ բանը վերականգնես, քայլեր անես ու այդ քայլերը անելու ընթացքում բժշկվես։ Գիտես, երբ որ Նեհեմանը եկավ, ընդամենը իրան հնազանդություն էր պետք որ մտներ ցեխի մեջ դուրս գար Հորդանան գետի մեջ, ասում էր այն մաքուր գետերը թողած եկել են մտնեմ այս ցեխի մեջ, բայց իրան հնազանդություն էր ընդամենը պետք։ Կարող է կին ես դու քո ամուսնուն հնազանդ չես, լիքը լավ բաներ ասում քեզ, բայց դու չես տեսում, դու անարգում ես իրան, չես սիրում, սկսել ես ատել, ինչ որ բան անել։ Դու սկսում ես հնազանդություն անել ու կտեսնես Աստված ոնց է խառնվում քո կյանքի մեջ։ Հենց Աստծո ասածները չես լսել դու։ Ու կտեսնես ոնց Աստված քեզ կպնում։ Հազար ու մի վկայություններ ենք լսել ու ճաշակել ենք Հիսուսի անունով։ Եղիր օրհնված Աստծո գերբնական զորությամբ։ Եկավ ժամանակը, արդեն մենք 2 ժամը համարյա ուղիղ եթերում ենք, թող Աստված օրհնի քեզ։ Եթե չես էլ տեսել, անպայման սկզբից նայի, ես չգիտեմ Instagram-ում ոնց է, ոնց չի, բայց աղոթում ենք, որ քանդվեն այդ կապանքները Facebook-ի հետ կապված, որ կարողանանք Facebook-ով էլ ավելի շատ մարդկանց հասնենք։ Ես չգիտեմ ինչով ենք լինելու։ Հաջորդ անգամ ես անպայման ձեզ կզգուշացնեմ, այն որ սոցիալական ցանցերն են իրար անցման մեջ ընկել, չեն ուզում որ մենք այս աղոթքներ անենք, ուղիղ եթերներ անենք, բայց պետք է անենք ու 1001 վկայություններ եւ օրհնություններ վայելենք Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Եղեք օրհնված սիրելի եղբայրներս, քույրերս, բոլորիդ գրկում եմ, սիրում եմ շատ, օրհնված եղեք ու ես հավատում եմ ամեն բան լավ կլինի ձեր կյանքում Տիրոջ զորավոր անունով։ Հայր Աստծո սերը, Սուրբ Հոգու հաղորդակցությունը, Հիսուս Քրիստոսի շնորհքը ձեզ հետ լինեն հավիտյանս հավիտենից։ Օրհնված գիշեր, իսկ այն մարդիկ ովքեր որ նոր պետք է իրանց օրը վայելեն, օրհնված եւ ամփորձանք օր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Ամեն։